Ես խոստացա, ես այսօր մի քիչ եմ ասում, որտեվ շատ բան կասելու, ուղղակի այդ մանավանդ այդ թեմայի հետ կապված։ Մի քիչ ես խոսամ փողի հետ կապված մեր հարաբերությունը, տասանորդ, զոհաբերություն, այդ մասին մի քիչ կխոսամ։ Եկեք միասին բացենք Աստվածաշունչը։ Առաջի Տիմոթեոս, եկեք բացենք 6-րդ գլուխ։ Առաջի Տիմոթեոս 6-րդ գլուխ։ Վեցերորդ խոսքից, ուրեմն առաջի թուղթ առ Տիմոթեոս, Պողոս առաքյալն է գրում Տիմոթեոսին, 6-րդից եկեք կարդանք։ Այսօր ես կուզենամ մի քիչ ֆինանսների փողի մասին ասեմ, որ ճիշտ մոտեցումը լինի մեր մոտ, ու ճիշտ ձև ծառայենք մենք Աստծուն։ Ուրեմն 6-րդից եկեք կարդանք, ու ես տող առ տող կամ խոսք առ խոսք ես մի քիչ կբացեմ, կլայնացնեմ, որ պարզ լինի, հասկանալի լինի, որ հուսով եմ այսօր դու լավ կօրհնվես։ 6-րդ խոսքից եկեք կարդանք։ Բայց մեծ շահավաճառություն է իրավ աստվածապաշտությունը բավականության հետ միասին։ Ստեղ ես ուզում եմ մի քիչ կանգ առնեմ, մի քիչ պարզաբանեմ, ինչ է նշանակում, ինչ է ստեղ ուզում ասի Պողոս առաքյալը Տիմոթեոսին ու մեզ, ինձ ու քեզ։ Շահավաճառություն բառը, էլի տարբեր լեզուներով ես տեսել եմ այս բառը, ինչ ոնց է գրած, ես կարամ երևույթը բացատրեմ, որ մենք հասկանանք, որովհետև Աստվածաշունչում բառեր կա գրած, որ պետք է հասկանանք երևույթը, որովհետև թարգմանությունները հաճախ ռուսերեն թարգմանությունն ես նայում նիդերլանդերեն կամ անգլերեն կամ հայերեն մի դեպի տարբեր բառեր է, բայց եթե երևույթը հասկանում ես, արդեն պարզ է քեզ ինչ նկատի ունի։ Էդի այն է, երբ որ մարդը մի ինչ-որ ժամանակ աշխատում է կամ ինչ-որ բանով է զբաղված, ու այդ, ասենք մի տարի, 5 տարի, զբաղված է ու երբ որ այդ 5 տարին լրանում է, այդ մարդը նստում է մի հատ իտոկ, ոնց է հայերեն, ամփոփում է, ինչ եղավ, դրանից ինչ օգուտ, ինչ ստացավ ինքը դրանից։ Ստեղ հայերենում թարգմանած է շահավաճառություն, այսինքն ինչ շահ ստացավ, այսքան ինչ բաներ արեց, ինչ եղավ դրանից, այստեղ այդ բառն է։ Ուրեմն մեծ շահավաճառությունը իրավ աստվածապաշտությունը բավականության հետ միասին։ Աստվածապաշտություն բառը էլի շատ խորը բառ է, ժողովուրդ ջան։ Ես ուզում եմ այս մի քանի բառերը բացեմ, որ շատ պարզ լինի, մանավանդ հայերենով, ովքեր այսօր գենտում մասնակցել են, ռուսերեն ա եղել, բայց այսօր հիմա ես ուզում եմ հայերեն էդի լինի, որ պարզ լինի, բոլորից ովքեր որ հայերեն ա ուզում լսի։ Ուրեմն աստվածապաշտության մեջ շատ բաներ ա մտնում։ Էդի երկրպագությունն է, էդի զոհաբերությունն է, էդի կյանքն է քրիստոնեական, էդի մեր ապրելաձևն է, մեր ոճնակյանքի, բաներ կա մենք մեզ արգելում ենք, բաներ կա մենք մեզ թույլ ենք տալի, այս ամեն ինչն է աստվածապաշտությունը։ Այսինքն մի կյանք, որով դու ուզում ես պաշտես Աստծուն։ Մի ամբողջ կյանքով, որովհետև չես կարող ասես, եւ որ ես գալիս եմ եկեղեցի, հենց էդի պաշտում Աստծուն։ Էդ էլ մեծ բան է, Աստված ուրախանում է, որ մարդը գալիս է իր տուն, հարգում է։ Նաև մեր ապրելաձևն է պաշտում Աստծուն։ Նաև մեր ընդհանրապես մեր կյանքի ոճը, ասենք որ մեկը կողից նայում է, ինչ է հասկանում քո կյանքից ու իմ կյանքից։ Այս մարդը ինչով է զբաղված։ Ու
աստվածապաշտությունը էդի պարապելու նման բան է, էդի, ասենք, սպորտում պետք է պարապես, որ շունչ ունենաս, որ կարանաս, որ մկանները տաճի, նույնը, հլա աստվածություն գրած է սպորտը քիչ օգուտ է բերում։ Իսկ աստվածապաշտությունը թղթերի մեջ է գրած Պողոս առաքյալի։ Աստվածապաշտությունը շատ մեծ օգուտ ունի։ Ինչի՞, որովհետև էդի եթե ճիշտ իրավ, ստեղ գրած է իրավ բառը, եթե ճիշտ իրավ անկեղծ աստվածապաշտություն մեկ ունեցավ, ըտրանից ինքը, իր ընտանիքը շատ մեծ օրհնություններ ա ունենում։ Ինչի համար, որովհետև եթե ճիշտ Աստծուն պաշտենք, ճշմարիտ Աստծուն, Աստված չի թողում հենց այնպես տենց։ Աստված իր երկնքի պատուհանները բացում է ու օրհնում է այդ մարդուն։ Լցնում է իր կյանքը օրհնություններով, պաշտպանությունով, ամեն ինչով։ Դրա համար գրած է մեծ շահը, եթե մեկը ինչ որ ենթադրենք, եկեք sense հասկանանք։ Ինչքան ժամանակ է որ դու հավատքի ես անցել։ Մեկը մի տարի, մեկը 3 տարի, մեկը 5 տարի, մեկը 10 տարի։ Հիմի վերսու այդ 10 տարին, ասենք այսօր, հələ հաշվի այսօր այդ ընդհանրություն կամ այդ ասենք պիտի իմի բերես։ Ասենք այդ մի 5 տարին, մի տարին, ինչ որ ժամանակ դու արդեն եկեղեցի ես գալի։ Ինչ ստացար դու դրանից։ Ինչ եղավ։ Եթե այդ ժամանակի ընթացքում դու աճել ես կամ դու իրոք հասել ես, եկել ես աստվածապաշտության, դու իրոք արդեն դրա մեջ պարապում ես, էդի շահը։ Էդի շատ կարևոր բան է։ Ուստեղ գրած է նաև պլյուս աստվածապաշտություն պլյուս բավականություն կամ գոհ լինել։ Քիչ մարդ դու կհանդիպես, որ գոհ է իր կյանքից, կամ բավականություն է ստանում, կամ շնորհակալ է Աստծուն, այն ինչ որ ինքը ունի։ Ես մի անգամ չի որ ստացել եմ հայտնություն, որ այն ինչ որ ես ունեմ, եթե ես չգնահատեմ, էդ էլ եմ կորցնելու։ Եթե մի բան կա, ես չեմ գնահատում, ես արժեք չեմ տալի դրան։ Այսինքն ես այդ ինչա դուրս գալի դրանից, որ ուրիշ բանի եմ ես արժեք տալու։ Մարդը ուզի չուզի մի բանի արժեք հա տալի։ Չես կարող ասես ոչ մի բանի արժեք չեմ տալի, եթե մարդը այդ վիճակում է, դա ավելի ահավոր վիճակ է։ Եթե ոչ մի բանի արժեք չի տալի, անիմաստ է, դա խորը դեպրեսիա է, դա ավելի ահավոր վիճակ է։ Բայց այն վիճակից, թե այս վիճակից Աստված կանչում է դեպի գոհությունը, դեպի աստվածապաշտությունը, դեպի ճիշտ կյանքը, որովհետև եթե ես ու դու ունենք աստվածապաշտ կյանք ու գոհ ենք մեր կյանքից, ուրեմն շատ ճիշտ ենք զբաղված Աստծու հետ։ Եթե դա չկա մեր կյանքում, լրիվ սխալ ենք զբաղված։ Այսինքն, եթե մարդը երկար տարիներ Աստծու հետ կապված է ու իր կյանքը կողից նայելով բաներ կա որ տենում ես, դա Աստծուն չի պաշտում, դա Աստծուն չի մեծարում, չի փառաբանում, նշանակում է այդ մարդը տեղ կա չի հասկանում, սխալ է զբաղված։ Դրա համար հիշեք դա միշտ, որ եթե իմի բերես քո կյանքը, եթե կա աստվածապաշտություն ու շնորհակալ սիրտ կամ գոհություն, դա արդեն մեծ բան է։ Որովհետև եթե դա կա, ուրեմն այդ մարդը ունի հլա ապագա։ Եթե դա չկա, այդ մարդը հլը ճիշտ չի զբաղված։ Այդ նկատ ունի, հլը էլի շատ բաներ կարելի ասել, բայց նո, ամեն նախադասությունը որ մի քիչ մի անգամ էլ կարդամ, բայց մեծ շահավաճառությունը իրավ աստվածապաշտությունը բավականության հետ միասին, որովհետև բացատրություն է այդում։ Ոչինչ չենք բերել աշխարհքս եւ հայտնի է որ ոչինչ էլ չենք կարող դուրս հանել։ Այսինքն, այս աշխարհում մատերիալական այս աշխարհում ինչ որ մենք աշխատել ենք, առել ենք, ստացել ենք կամ ունենք, այսօր ռեալ ունենք, այդ ոչ մի բանը ոչ մենք բերել ենք այս աշխարհ, ոչ էլ այս աշխարհից դուրս ենք տանելու։ Դա մնալու է աշխարհի մեջ։ Բայց աստվածապաշտությունը ու գոհ լինելը, դա արդեն քոնն է։ Տարբերություններ կա։ Դրա համար ասում եմ մենք ոչ մի բան ոչ բերել ենք, ոչ էլ տանելու ենք։ Բայց եթե կերակուր եւ հագուստ ունենք, սրանով բավականանանք։ Շատ մարդիկ կարող ասես մտածեն, որտեղ է այդ սահմանը, որ ես արդեն ասեմ ամեն ինչ լավ է իմ կյանքում։ Սահմանը այս աստվածությունում գրած է։ Եթե դու ուտելիք ունես ուտելու, սոված չես ու մերկ չես, արդեն դա լավ սահման է, որ բավականանաս։ Եթե ավելին ես ուզում, ստեղ էլ է գրած։ Իսկ նրանք, որ կամենում են հարստանալ, որտեվ ավելին դա արդեն մարդ ուզում է հարստանա։ Տրամասնել ես ասեմ։ Իսկ նրանք, որ կամենում են հարստանալ, փորձության եւ որոգայթի, որոգայթ բառը թակարդ բառն է, որ լավ հասկացվի։
Եվ շատ անմիտ վնասակար ցանկությունների մեջ են ընկնում, որ ընկղվում են մարդկանց սատակումի եւ կորուստի մեջ, որովհետեւ արծաթասիրությունը ամեն չարիքների արմատն է։ Ես մի քանի ծառայություն առաջ ասացի, որ արծաթ բառը Աստվածաշնչում դա փող բառն է, նույն բառն է։ Այսինքն փողասիրությունը ամեն չարիքների արմատն է, փողասիրությունը։ Եթե մարդը իր ուշք ու միտքը նպատակը դնում է, որ փող շատ ունենա, որ գիտեք ինչ, Հիսուսն ասում է չես կարա համ մամոնային ծառայես, համ Աստծուն ծառայես։ Այդտեղ ավելի խորն է, այդտեղ իմաստը ավելի խորն է։ Մենք էլ գիտենք, որ մարդը չի կարա երկու տիրոջը ծառայի, բայց ինչի չի կարա, որովհետև կամ մեկին դու պիտի գնահատես, պաշտես, մեծարես, քո համար դա շատ կարևոր է։ Եթե տես մի բան քո համար կարևոր կա, ուրեմն կա երկրորդ կարևոր բանը։ Չես կարող ասես համ էսա առաջի տեղը, համ էլ էսա առաջի տեղը, չի լում տես բան։ Ալում առաջի տեղ, երկրորդ, երրորդ, չորրորդ։ Դրա համար չես կարող երկու բան անես առաջի տեղ, չի լում տես բան։ Դրա համար պիտի մի բանը համարես, եթե մարդը համարում է փողն է կարևոր կյանքում, ընկնելու է չարիքների մեջ, տարբեր տեսակի, առավոտից իրիկուն աշխատելու է, չարչարվելու է, կյանքը անցնելու է, փող ունենալու, իհարկե, ով որ աշխատում է, փող ունենալու։ Հանգարց այդտեղ էլ սխալ չպատկերացնենք, ասենք, մեկը աշխատեց չես ունենալու։ Ով որ աշխատեց, եթե 3 սմեն գնա աշխատի, ավելի շատ փող ես ունենալու։ Բայց եթե այդ փողը ծախսելու ես, քո առողջությունը վերականգնես կամ քո վիճակը էտրան է այթալու այդ փողերը։ Ու հələ ես չեմ ասում ուրիշ շատ բաների այթալու փող, որտեվ փողը չես այդ փողը չես կարա դու պահես քո ձեռը։ Եթե փողը մեկը հավաքի սկսի պահել, ոչ մի բանի չծախսի, շատ քիչ ծախսի։ Մենակ հաց առնի, ես չգիտեմ, մեկ էլ ինչ առնի, ուտի ենք որ չմեռնի, ու լրիվ փողերը կուտակի, 3 սմենով աշխատի։ Եթե տես մարդ էլ կա, լրիվ անիմաստ կյանք է դա։ Լրիվ համաձայն ենք դրա հետ։ Լրիվ անիմաստ, որտեվ վաղ թե ուշ այդ մարդը ընկնելու է խորը դեպրեսիայի մեջ, չի հասկանալու ինչի համար ապրում։ Ու այդ փողը հավաքեց, ու մեկա, այդ փողը ոչ միտեղ մարդը չի տանում իր հետ։ Ոչ դժող, ոչ էլ երկինք։ Ոչ ընդեղ ատրակարիք կա, ոչ էլ դտեղ։ Որտեվ երկնքում էդի հեչա, սկի մատերիալական դες բաները հեչա։ Դժողքում էլ ոնց որ Աստվածաշունչում գրած է, անգնելու է կրակի լիճ, այնտեղ ոչ մի բան չի մնալու, այսինքն ոչ մի իմաստ չունի։ Դրա համար փողասիրությունը բերում է դրան։ Եվրոպայի, այս մենք որտեղ ապրում ենք, Բելգիայի խնդիրներից մեկը փողասիրությունն է։ Մենք դրա մեջ ենք, դրա կենտրոնում ենք ապրում։ Եթե կա երկրներ, որ դա այդքան բան չի, հնարավոր է ամեն երկրների մետի լինի, շատ կարևոր, բայց ավելի կարևոր տեղերից մեկն էլ ստեղ է։ Մենք ստեղ ենք ապրում, իհարկե, մի կարանք ասենք, ընդեղ ավելի քիչ եւ այլն։ Ստեղ հիմնականում մարդիկ ուշք ու միտքը որ ավելի լավ տուն, ավելի լավ շոր, ավելի լավ ավտո, ավելի լավ ու էդի չի վերջանում, էդի չել կարա վերջանա, որտեվ լավից կա լավը, այդ լավից, որ մենք օրինակ բաներ կար, ես մտածում եմ, էսի ամենալավն է։ Ժամանակ անցնում է, հետո հասկանում ես, որ դրանից ոչ միայն լավը կա, այլ մի քանի անգամ ավելի լավը կա։ Այն ինչ որ ես պատկերացնում եմ, թե լավ է, դա հələ այդքան լավ չի։ Ու վերջ չկա դրան։ Դրա համար ասում եմ, թակարդների մեջ, անիմաստ բաների մեջ է մարդն գնելու։ Հիմի հարց, բա ինչ, ուրեմն ոչ փող աշխատենք, ոչ բան, առավոտից իրիկուն եկեղեցուն կից մի հատ շենք սարքենք, գանք դե առավոտից իրիկուն մնանք։ Չէ, Աստվածաշունչը այդ չի ասում, բայց ասում է, որ ուշք ու միտքը կամ ամբողջ նպատակը կամ քո արժեքը չտաս փողին։ Առակների մեջ գրած է, որ ամեն ինչի պատասխանը արծաթն է տալի։ Այս աշխարհում ինչ ուզում ես ասա, եթե փող ունեցար, փողը պատասխան է տալի։ Պետքա փողը տաս, դռներ է բացում, մի բանի կարիք ունես, փողը տվեցիր, առնում ես։ Փողը հենց Աստվածաշունչում է գրած, որ արծաթը ամեն ինչի պատասխան տալիս է։ Բայց հենց իմաստը դրա մեջ է այս խոսքերի, որ բավականության մեջ պարապենք մենք, այսինքն այն ինչ որ ունենք գնահատենք, հասկանանք, որ այսօր եթե դա կա, ես շնորհակալ լինեմ Աստծուց։ Ու իմ կյանքը համեմատեմ մի քանի, ասենք, իմ կյանքը համատեմ իմ կյանքի հետ։ Ես իմ կյանքը չհամատեմ ուրիշ մեկի հետ։ Օրինակ, եթե ես նայեմ եմ, իմ կյանքը եթե համատում եմ մի 5 տարի առաջվա, ոնց եմ ես ապրել հիմի, ես գոհ եմ Տիրոջից։ Հələ քո կյանքը համատի, ասենք, համատի որ նոր եկել էիր Բելգիա, ու այսօր կա տարբերություն։ Կարաս դրա համար շնորհակալ ես Աստծուն, բայց քիչ մարդիկ են տենց զբաղված։ Հիմնականում մարդիկ ոնց են զբաղված։ Իրանց կյանքը համատում են մեկ ուրիշի հետ։
որ շատ սխալ է, որտեվ այդ մեկ ուրիշը կարող է ստեցնված մարդ է։ Այդ մեկ ուրիշը կարող է ժառանգություն ստացել, այդ մեկ ու սկսում ես ուզես նմանվես ու ամբողջ կյանք ասում ես լրիվ անիմաստ։ Դրա համար էդի չի իմաստը։ Իմաստը աստվածապաշտության մեջ է։ Համի կարող է մեկն ասի, ասենք ոչ տես, ես գիտեմ բոլորս էլ հավատացել ենք, բայց ասենք մեկին իմանաս որ ասի դե ես ոչ Աստծուն եմ հավատում, ոչ էլ բան, ու ես սեր եմ ոնց ուզում ապրեմ ու լավ էլ օրտնվում եմ, տներ եմ առել, ես եմ առել։ Բայց մենք, ես հուսով եմ, ես հավատում եմ, որ մենք հասկանում ենք, որ եթե էդ է կյանքի իմաստը, ուրեմն պետք է մենք ոչ եկեղեցի գանք, որ առօրից իրիկուն աշխատենք, որ ունենանք շատ ավելի մեծ բաներ, բայց էդի չի օրտնում արդեն։ Ու մի կողմից էլ եկեք հասկանանք Աստծու մոտեցումը տենց հարցերին։ Ամեն ինչ այս աշխարհում Աստծունն է։ Ամեն ինչ փողը, տները, հողը, օդը, ինչ որ մենք տենում ենք ու ինչ որ մենք չենք տենում, լրիվ Աստծունն է։ Չկա ուրիշ մեկը, որ համատվի Աստծու հետ, ասի իմն է էդի։ Նույնիսկ օրենքով ես տեղ ունեմ հող Բելգիայում, իմ անձնական, ես եմ տերը, բայց ես հարկ եմ տալի պետությանը, որտեվ լուսագալի պետությունն է տերը այդ հողի, ու մի հատ էլ դրա տերն էլ Աստվածն է։ Այսինքն մենք, տեր ենք, մենք ասում ենք, մեր երեխաները այդ իմ երեխան է, բայց կա մի հատ էլ տեր, որ իրանն է այդ ամեն ինչը։ Դրա համար միշտ հիշի, որ Աստված ամեն ինչի տերն է, Եվրոյի տերը Աստվածն է։ Կարող մենք հաճախ փող ասենք էդի կեղտոտ բան է։ Աստծուց կա Աստված սուրբ է։ Եվրոյի տերը Աստված է, գրած Աստվածաշնչում։ Գրած է որ ամեն ոսկին ու արծաթը իմն է։ Ամեն փողերը իմն է։ Աստված է տերը։ Եթե դա սատանայից լիներ, Աստված չէր ասի դա իմն է։ Այսինքն սատանան չի կարա այդպես բաներ հնարի։ Սատանան մենակ ուզում է գողանա, այդ ուրիշ հարց է։ Բայց ամեն ինչ Աստծուն է։ Ինչի համար եմ ասում, որ Աստված գիտի ոնց քո իմ ու քո կարիքները հոգա։ Նա գիտի։ Հաճախ մեզ թվում է որ Աստված չի իմանում։ Չի տենում, Աստված չի հասկանում ինչքան դժվար է իմ համար, կամ Աստված չգիտի։ Փակա, բայց Աստված ամեն ինչ գիտի։ Հուսով եմ որ քեզանից ինձանից մի քիչ շատ գիտի Աստված։ Հուսով եմ ասում, որտեվ իրոք նա շատ ավելի գիտի, որտեվ նա անցյալում ներկայում ու ապագայում նույն Աստվածն է, իր համար չկա ժամանակ հասկացողությունը, ու Աստվածաշունչում գրած է, որ ծնունդից արդեն իմ ու քո ծնունդից առաջ նույնիսկ նա գիտի մեզ ինչ ալնելու մեր հետ։ Այդ ձևի Աստված է, նա ամեն ինչ գիտի։ Հիմա հենց բավականությունը նա է, որ մենք ասում ենք Տեր իմ Աստված, ես ընդունում եմ, որ իմ կյանքը քո ձեռների մեջ է, եթե այսօր ինձ էս ես տվել, ես գոհ եմ։ Գիտեմ, որ ժամանակի ընթացքում տալու ես այն, ինչ որ դրա կարիքը ես ունեմ։ Իսկ մարդը, որ բողոքում է, մարդը, որ չի հարմարվում, դժգոհում է, այսինքն Աստծուն դեմ է հելնում։ Ես մի չեմ ասում հարմարվենք, դառնանք աղքատ, չունեցող եւ այլն։ Այդ չեմ ասում ես։ Բայց այն ինչ որ այսօր ունես, փառտուր Աստծուն, գոհեղի, շնորհակալ եղի ու դրա մեջ միշտ աշխատի գոհ լինես քո կյանքից, ընդհանրապես քո կյանքից։ Որտեվ եթե այսօր այդ փոքրի համար գոհ չեղար, շատն էլ տվեց Աստված, էլի չես գոհանալու։ Որտեվ միշտ ասում եմ, միշտ քո աչքերը տենալու են ավելի լավը։ Բայց Աստծո նպատակը ինչի, որ մեզ ամենալավը տա։ Աստծո նպատակն է նա, որ Աստված սենց է տենում։ Ասենք իմ կյանքը, ես իմ վրա օրինակ բերեմ։ Ես ունեմ կյանք, ես ծառայում եմ Աստծուն։ Աստված նայում է, ինչի կարիք ես ունեմ։ Այդ ամեն ինչ Աստված հոգում է, եթե ես վստահ եմ իրան։ Եթե Աստված տենա, որ ես կարիք ունեմ վերտալյոտի, Աստված վերտալյոտ էլ կտա։ Իմ համար դա շատ սովորական բան է, որովհետև զորեղ Աստվածը ամբողջ երկինքն է ստեղծել։ Իր համար ինչ է, այտենց սովորական ստից բաները։ Թուղթ, ինչ-որ ունեցվածք, տուն, դա իր համար դա Հիսուսն ինչ է ասում, ասում է, ով որ իր տունը, իր ունեցվածքը զոհաբերի իմ ու ավետարանի համար հարյուրապատիկ կստանա։ Հարյուրապատիկ։ Այսինքն Աստծո համար խնդրեմ չի դա տամես։ Բայց Աստծո համար ինչն է հարց, որ ինչի համար ես ուզում էդի։
որ ինչ լինի։ Ասենք այսօր Աստված քեզ տվեց կես միլիոն կամ մի միլիոն, ինչ ես անելու դու։ Հենց հարցը դա որ մարդը կորում է։ Մարդը խելագարվում է, որովհետև չի ի վիճակի չի էտի կառավարի։ Ամենակարևորը կառավարելն է։ Ոչ միայն փողը, այլ ունեցվածքը, կարանա կառավարի։ Օրինակ մեր տղեկ հետ էլ եկեղեցու որ խոսում ենք, ասենք հողա տարած բան, որ տուն առնել բան, ես ասում լսի, աշխատի չափավոր լինի քո հողը, որովհետև լավ է որ քո պատուհանից տենաս հեկտարներ երևա, բայց այդ լրիվ պիտի դու կառավարես, այդ լրիվ դու պիտի կարանաս մշակես, էդի հեշտ չի։ Ավելավա այնքան լինի, որ ինչքան դու կարաս էդի անես, որ բեր չլինի։ Կամ էլ ֆինանսապես այնքան կարանաս, դու ի վիճակի լինես, որ վարձես մարդիկ հետևեն։ Դրա համար ամեն ինչ իր չափն ունի։ Ու չընկնենք փողասիրության մեջ, որ բերում է կորուստների, բերում է տարբեր տեսակի պրոբլեմների մեջ ակցում մարդուն։ Հələ նույնիսկ գրած է իրենց անձերը շատ ցավերով խոցեցին։ Բայց 11-րդ խոսքը, բայց դու Աստծո մարդ, փախիր սրանից եւ հետևիր արդարության, աստվածապաշտության, հավատքի, սերի, համբերության եւ հեզության։ Այսինքն բաներ է թվարկված, որ ավելի կարևոր է։ Եթե մարդը այսենց հատկություններ ունեցավ, Աստված շատ է բարձրացնել այդ մարդուն։ Հաճախ մեզ թվում է հակառակը։ Եթե մեկը ամբողջ օրը եկեղեցում կամ ամբողջ օրը Աստվածաշունչը կարդալով իրան վարժեցնում է, հեզ է, այդքան տենց գոռալով չի խոսում կամ չգիտես, սենց թվում է թե այդ մարդը քանի գնա, բայց այտենց մարդ է Աստված ման գալի։ Աստված մարդ է գալի, մի հատ համբերող, սիրող, հավատքի մեջ խորացած, աստվածապաշտության մեջ պարապող, այդ ձևի մարդ է ման գալի Աստված որ բարձրացնի։ Եվ բռնիր հավիտենական կյանքը, որի մեջ կանչվեցար, եւ դավանեցիր բարի դավանությունը շատ վկաների առաջին։ Սա Տիմոթեոսն գրում է խոսքը, Տիմոթեոսը որպես հովի, որպես ծառայող, այսօր ինձ ու քեզ է այս խոսքը վերաբերվում։ Այսօր քեզ ու ինձ է վերաբերվում, որ նման բաների մեջ չլինի, գիտեք ինչ, ինչի համար է գալիս այդ հոգսը կամ փողասիրությունը որտից է գալի։ Մարդ կա, այդքան էլ փող չի սիրում, բայց կարիքն է ստիպում։ Այսինքն տենում է, որ ամեն ինչի պատասխանը փողն է տալի, մտածում ավելի լավ եմ շատ փող ունենամ, արդեն երջանիկ կլինեմ, կամ կարանամ ինչ ուզեմ, էդ էլ առնեմ։ Բայց էդի չի, Աստված չի ուզում, որ այդ ուղղությամբ մենք գնացինք, որովհետև ժամանակ ես ծախսելու դրա վրա, հոգս ես անելու, տանջվելու ես, չարչարվելու ես, հարվածներ ես ստանալու ու հետո հասկանալու ես Աստված դա հետո հասկանա մարդ, որ դա լրիվ անիմաստ է։ Բայց ինչ է Աստված խոստանում։ Ասում է, սկզբից փնտրի իմ արքայությունը ու արդարությունը, ամեն ինչ ես քեզ կտամ, ամեն ինչ։ Ամեն ինչ։ Ժողովուրդ ջան, ասեմ, ամեն ինչ Աստված կտա։ Ես իմ կյանքը տենում եմ, ինչի կարիք որ ես ունեմ, Աստված տալիս է։ Ինչ կարիք որ ես ունեմ։ Ես չեմ ասում ես ամեն ինչ ունեմ, չէ։ Բայց ինչը որ ինձի պետք է այդի ծառայության համար։ Ինչը որ պետք է որ Աստծուն ես աստվածապաշտության մեջ պարապեմ, ամեն ինչ ունեմ։ Չեմ կարող ասեմ ես մի բան չունեմ։ Աստված ամեն ինչ հոգս անում է, հոգս անում։ Իհարկե չեմ կարող ասեմ Աստված ջան, այ ես հիմի կուզենայի դիվանի վրա պարկեմ, չաշխատեմ, փողերը գա, մի հատ լոտո շահեմ, մի հատ էս անեմ, դա Աստծո կամքը չի։ Աստված չի ուզում այդ ձևի մարդիկ մեծանան։ Այդ ձև մարդը հետալու է կորուստ։ Գրած է առակների մեջ, ուղղակի ժամանակ չկա այսօր այդ ուղղության վրա շատ ասեմ, քարոզեմ։ Առակների մեջ գրած է ծույլ մարդու նկարագիրը ընդհանրապես։ Մի քիչ էլ քնի, մի քիչ էլ թիկունքին տուր, բանը տան կտուրից մի քիչ քանդվի, մի քիչ ընդից քանդվի, հեշ պետնել չի ու աղքատությունը գալու է ու դուրս սկսի թակել։ Աղքատությունը դա միայն փողը չի։ Աղքատությունը նաև հոգևոր աղքատությունն է, նաև հասկացությունների աղքատություն, ամեն ինչը ընդհանրապես մարդը սկսալու է աղքատիկ վիճակի մեջ ապրի։ Այդ անելու։ Ու դրա համար Աստծո նպատակը չի, եթե դա լիներ, ասում եմ, ավելի հեշտ ձև կլներ։ Եթե դա լիներ, ես կասեի Ժողովուրդ ջան, մյուս կիրակի ամեն մեկս հետ մենք լոտո ենք առնում, գալիս ենք ստե հավաքվում ենք, ձեռներս դնում ենք այդ լոտոների վրա, սկսում ենք աղոթել, որ Աստված օրհնի, որ լրիվս էլ շահենք, միլիոնատեր լինենք։ Եթե դա լիներ, այդ ձև կանեինք, բայց Աստվածաշունչում տենում ենք, որ ասում է հեռու կացի դες բաներից։ Էդի քոնը չի։
Իսկ մի երազի դրա մասին։ Ավելի լավ է երազես ոնց ծառայես Աստծուն։ Աստված այդ երազները կատարելու է։ Ու Աստված ինչի կարիք որ ունես, դա տալու է։ Բայց լրիվ մի անգամից չի տալի Աստված։ Եկեք մի տեղ էլ կարդանք։ Եկեք բացենք Մալախիայի գիրքը, փողի մասին էլի գրած այնտեղ, զոհաբերությունների մասին։ Մալախիայի գիրքը, այնտեղ էլ մի քիչ քննարկենք, իրար հետ կարդանք։ Մալախիայի գիրքը, վերջի 5 տականի վերջի գիրքն է։ Մալախիա։ Երրորդ գլուխ։ Ութերորդ խոսքից եկեք կարդանք։ Միթե մարդ Աստված կխաբի, որ դուք ինձ խաբում եք։ Բայց դուք ասում եք, ինչ բանում են քեզ խաբում, տասանորդումը եւ ընծայումը, կամ բոլոր տասանորդումը, հա։ Նո, հետո է գրում բոլոր տասանորդը։ Հիմա խաբել բառը այսօր գենտում էլ ես ասացի, որ տարբեր թարգմանություններ կա։ Հայերենում գրած է խաբել, որ միթե մարդը կխաբի Աստծուն։ Բայց էլի ես երևույթը բացատրեմ, որ պարզ լինի, դա ստե ոչ միայն խաբել բառն է։ Խաբելն էլ է ճիշտ, բայց այսա բացատրեմ հասկանաք։ Երբ որ ասենք այս սա իմը չի, սա իմը չի, սա ինչ որ մեկինն է։ Բայց ես բռնի ձևով ոչ հարցնում եմ ոչ մեկին, ոչ մեկի թույլտվություն եմ խնդրում, բռնի ձևով էսի վերցնում եմ ու էթում եմ։ Ճանապարհին նույնիսկ մեկն ասում է, լսի, էդի քոնը չէր, իմն է։ Վերջ։ Այսինքն բռնի ձևով վերցնել մի բան, որը քոնը չի։ Այդ բառն է այստեղ։ Ըմի, հայերենում թարգմանել են խաբել։ Այսինքն խաբելով վերցնել այն ինչ որ քոնը չի։ Էնել բայց բռնի ձևով խաբել, բռնի ձևով վերցնել էդի։ Այդ բառն է, ոչ թե համոզել, էդի չի, բռնի ձևով։ Ռուսերենում գրած է ռուսերեն թարգմանությունում ոչ թե խաբել բառն է, այլ ով ինչ? Գողանալ բառն է, թալանել։ Այսինքն ամեն թալանելու կամ բռնի վերցնելու մեջ կա խաբեություն էլ, որովհետև էդի քոնը չի։ Դու սխալ վերցնում ես այն ինչ որը քոնը չի։ Համի վերադառնանք այս կոնտեքստին, որ պարզ լինի, միթե մարդ Աստծուց բռնի ձևով մի բան կվերցնի։ Այստեղ այդ նկատի ունի։ Սենց որ մտածում ես, չէ, հնարավոր չի, ոնց կարող մարդը Աստծուց բռնի մի բան վերցնի։ Բայց դուք ասում եք, ինչ բան, մարդիկ են զարմանում, այդ ինչ կարանք մենք երկնքից մի բան սենց վերցնենք, որտեղ մեր մտածելը Աստծուն մենք կապում ենք երկնքի հետ։ Անիծքով դուք անիծված եք, որովհետև դուք խաբում եք, կամ դուք գրփում եք, կամ դուք թալանում եք, կամ վերցնում եք բռնությամբ, խաբում եք բոլոր ազգդ, բոլոր տասանորդը տարեք գանձատուն։ Այսինքն մարդը վերցնում է տասանորդը ու ընծան, որը իրանը չի։ Աստված դրա համար ասում է, քոնը դու ունեցի ու այսօր դու եղի գող։ Բայց ինչը որ քոնը չի, դու մի վերցու, մի խաբի։ Աստծուն նոր կտականում գրած է, որ Աստծուն ոչ մեկ չի կարող խաբի։ Այն ինչ որ գրած է, որ Աստված մարդ էլ Աստված կխաբի։ Նկատի ունի մարդը ինքը իրան է խաբում։ Կողից նույնիսկ մարդիկ կարան տենան, որ այդ մարդը իրանը սխալ է անում, այդ իրանը չի։ Ասենք, պատկերացու դու մեկին տենաս գողություն անում։ Դու խո հասկանում ես, որ այդ մարդը իրանը թալանում է, ուրիշի ունեցվածքն է թալանում։ Ու մանավանդ այդ ունեցվածքը Աստծունն է, եթե տենց նայենք։ Հիմա դրա համար տասանորդը ու ընծան, դա պատկանում է Աստծուն։ Վերցնելով դա դու Աստծուց թալանում ես, բռնի ձևով մի բան ես վերցնում։ Աստծու դուրը դա իհարկե չի գա։
ոչ միայն Աստծո դուրը դա չի գալիս։ Այսինքն հələ դու քո վրա վերցրու, քո դուրը կգա, որ մեկը բռնի ձեով գա քո ունեցվածքը վերցնի։ Ում դուրն է գալի, որ գողը մտնի տանդ մեջ ու վերցնի այն ինչ որ քոնն է։ Ում դուրն է գալի դա։ Ով կարասի, հա, իմ համար, հա, թողան։ Եթե տենց է, դա ծառայությունից հետո ասենք կարանք, դուրը պետք է կարամ ասեմ ոնց անես որ տենց լինի։ Դուրը բացես, մի հատ թուղթ գրես, հայտարարություն տաս, որ իմ դուրը բաց է, եկեք ինչ ուզում եք վերցրեք։ Լավ, էս կա, այն կա։ Ոչ մեկի դուրը չի գալի մանավանդ Աստծո։ Աստծո դուրը ինչի չի գալի, ոչ թե որ իր ունեցվածքը քչանում է։ Աստված ասում է, ոչ ես ձեր փողերով եմ, ամբողջ աշխարհն է իմը։ Էդի չի հարցը, բայց հարցը ինչու՞մ է, որ անեծք է գալու կյանք։ Հարցը դրա մեջ է։ Դրա համար ասում է անեծքով դուք կանիծվեք, եթե տենց անեք։ Ինչի անեծք է գալի, որովհետև սատանան գրած է, որ ամենամեծ գողը եթե կա, սատանան է։ Ասենք կան գողեր, չէ, հայտնի գողեր կան։ Մանավանդ ասենք հին սովետական ասենք պատկերացումով մարդկանց եղել են հայտնի գողեր։ Սատանան ամենամեծ գողն է, որովհետև այդ ձև խափել, այդ ձև մարդկանց թակարդների մեջ գցել, այդ ձև մարդու ունեցվածքը պարզ վերցնել ու մարդուն գցել վատ վիճակի մեջ, սատանան դա հանգիստ անում։ Եթե մարդը չունի իմաստություն, հանգիստ, դա ոչ միայն մի հոգու է ինքը դա անում, ամբողջ մարդկությունն է։ Այսօր նայում ենք քիչ մարդիկ են, քիչ քանակա, որ հասկանում են ու իրանք վերցնում են։ Բայց սատանան թալանում է։ Դրա համար երբ որ տենում է, որ մենք էլ մի բան ենք թալանում, սատանան ասում է, օ, էս իմ մարդն է, էս իմ լեզվով է խոսում էս մարդը։ Ավելավա այդ ամես մարդու հետ գործ անեմ, սկսեմ գործ անել։ Ես մարդկային ձևով եմ ասում, բայց անեծքը գալիս է ինչի համար, որովհետև սխալ քայլ ենք անում մենք Աստծո սրբության կամ Աստծո ունեցվածքի վրա։ Դրա համար միշտ իմացի։ Նոր Կտականում գրած է, Աստծո խոսքը հավատացյալների համար օրհնություն է, չհավատացողների համար դա լավ բան չի էդի։ Ինչի, որովհետև այսենց ընտրության դեմ է դնելու, այսենց ընտրության դեմ։ Մարդ ասում է, չհասկացա, ես աշխատեմ, ես ամեն ինչ անեմ, ես հա, երբ որ ուզենամ, ես կտամ Աստծուն։ Բայց Աստված այդ ձև չի նայում։ Աստված ասում է, եթե դու ինձի Տեր ես ընդունում, իմն է դա։ Եթե չես ընդունում, դու ազատ ես։ Արա ինչ ուզում ես, բայց իմացի անեծք է լինելու։ Այս սա է տարբերությունը։ Հին Կտականում դա եղել է ստուգելով, այսինքն մարդը իր ունեցվածը եկել է քահանային բացատրել, ասել է քահանային, ասել է, որ էս այում ունեցվածքը, էս էլ ես 10-րդ եմ տալի։ Բայց այսօր, ասենք եկեղեցիներում, հիմնական եկեղեցիներում, մեր եկեղեցում մանավանդ ոչ մեկ չի ստուգում։ Ընդհանրապես դու ազատ ես, ազատ մարդ ես, որովհետև Նոր Կտականի հոգին, երբ որ մենք տենում ենք, ասենք Նոր Կտականի ուսմունքը, երբ որ տենում ենք, ազատ է։ Պողոս առաքյալն ասում է, ամեն ինչ ինձի կարելի է, բայց ոչ ամեն ինչն է ինձի օգուտ։ Ու ապրի ոնց ուզում ես ծախսի քո ունեցվածքը, բայց իմացի, որ սես բան կա գրած, որ Աստված չի հարգելու, չի սիրում, իր համար էդի ծանր է, իր համար էդի դժվար է, երբ որ մենք համ էս ենք ասում, համ էլ են ենք ասում, բայց ավելի լավ է, որ հասկանանք ու ասենք մի րոպե, եթե սա Աստծունն ավելի լավ է Աստծունը տամ Աստծուն, Հիսուսը հիշում եք, չէ՞ այդ խոսքերը։ Կայսերին տուր կայսերինը, Աստծունը տուր Աստծուն։ Շատ լավ խոսք, շատ լավ պատասխան ու մեր համար դա լավ ուսմունք է, որ Աստծունը տուր Աստծուն դու ու հարցը նա չի, որ այնքան որ տամ պրծնեմ։ Հարցը ընդհանրապես այդ չի։ Երբ որ դու քո ունեցվածքից, քո եղածից դու Աստծուն ես տալի, Աստծուն տալը մենք եկեղեցի ենք բերում, որտեղ Աստծուն տալը դու, չգիտեմ, ոնց ես պատկերացնում, դու չես կարա այն ձև շպրտես երկինք, որ հասնի Աստծուն, որտեղ Աստված ունի իր տունը, իր ամբասադ ունի այս երկրի վրա։ Գիտեք չէ՞ որ եկեղեցին Աստծո դեսպանատունն է, Աստծո արքայության մի հատ փոքր մասն է, որտեղ որ Աստծո սրբերն են, Աստծո արքայության օրենքներն է գործում։ Հիմի
Որտեղ է այդ դեսպանատունը։ Մենք չունենք, ասենք, օրինակ, Գենտում մենք ունենք հաստատ շենք։ Էդի մենք մեր եկեղեցին է, նույնիսկ պետությունն է ընդունում որոշակի օրենքներ, ասենք Բելգիայում էլ կա այդ օրենքները, որ պետության նույնիսկ ծառայողները իրավունք չունեն որոշակի բաներ եկեղեցու մեջ անեն։ Ընդունում են էդի, որ եկեղեցին դա Աստծո դեսպանատունն է, այսինքն այդտեղ, օրինակ, Բելգիայում տրամասնել եմ ես շատ ասել, Բելգիայում Հայաստանի դեսպանատունը կամ Ֆրանսիայի դեսպանատունը, չգիտեմ, Իսպանիայի դեսպանատունը Իսպանիայի օրենքներն է գործում այդ տերիտորիայում։ Այդտեղ չի գործում բելգիական օրենքները, որովհետև այդ տեղը պատկանում է Հայաստանին։ Այդտեղ հայերեն պիտի խոսան, այդտեղ հայկական օրենքներն է, այդտեղ ամեն ինչը լրիվ ոնց որ Հայաստանի ներկայացնում է Հայաստանը։ Եկեղեցին ներկայացնում է Աստծո արքայությունը։ Ամեն։ Դրա համար մենք Աստծունը բերում ենք իր տան մեջ ենք տալիս, բայց այդտեղ հարցը ոչ թե որ եկեղեցու կարիքները հոգանք, ես շատ եմ մտածում որ եկեղեցու կարիքները հոգամ։ Ոչ, դու եթե մի բան անում ես, դու Աստծո համար արա ու Աստծո դեմ արա էդի։ Պետք չի որ մարդիկ տենան, պետք չի որ հովիվ տենա, պետք չի, դրա կարիքը չկա։ Ու կարևոր է, որ այն ինչ որ դու անում ես, էդի է քեզ ճանապարհ բացում, որ դու օրհնություններ ստանաս։ Խոսքը կարդանք։ Բոլոր 10-րդ տարեք գանձատունը, որ իմ տանը պաշար լինի, դա Աստծո հոգատարությունն է իր եկեղեցուն, դա քո հարցը չի։ Մարդն ասում է, ես բերեմ մի քանի եվրո տան, որ եկեղեցին կարողանա մի բան անի։ Եթե հետևի մոտեցում է, ոչ մի օրհնություն չես ստանա դու։ Դու քո, սենց ասեմ։ Էդ էլ եմ ես հանդիպել։ Մարդկա սենց ասում։ Ասում է դե, օրինակ, ուզում եմ սրտից դրելա 50 եվրո տամ Աստծուն։ Թվում է թե լավ բան է։ Մարդը 50 եվրո կամ 100 եվրո կամ 10 եվրո ուզում է Աստծուն տա։ Բայց որ մի քիչ մարդու հետ ես եղել է այտենց դեպքեր, որ մի քիչ ասեմ ինձ դու 10-րդը ոնց է, չէ դե, ժամանակ առ ժամանակ տալիս եմ։ Ում է պետք է 50 եվրո։ Ուզում է 100,000 լինի, ում է պետք։ Եթե այն ինչ որ դու պիտի Աստծուն տաս չես անում, ու ժամանակ առ ժամանակ ինչ որ բան ես անում, դրա կարիք ընդհանրապես չկա։ Ու դա չի օրհնելու եկեղեցին։ Դա եկեղեցին օգտագործելու է, բայց դա չի օրհնելու ոչ քեզ, ոչ այդ մարդուն, ոչ էլ եկեղեցուն։ Ինչի համար, որովհետև Աստված չի ասում, երբ որ հաճույք ստանա, երբ որ մի հատ լավ բան, այդ տարբերությունը դրա մեջ է։ Երբ որ մարդը նվեր է բերում Աստծուն, երբ որ 10-րդ է տալի։ Այդ հասկացողությունները տարբեր է, կամ երբ որ զոհաբերություն է տալի Աստծուն։ Ես մի քիչ երևի դրա մասին բացատրում, պարզ լինի։ 10-րդը դա կապ չունի ոչ քո տրամադրության հետ, ոչ քո ծախսերի հետ, ոչ քո վիճակի հետ, ոչ որ հյուրեկան տունը դրա հետ ընդհանրապես կապ չունի։ 10-րդը պատկանում է Աստծուն։ Կետ, վերջ։ Եթե դու հավատացյալ մարդ ես, քո կյանքը տվել ես Հիսուսին, ինքը քո Տերն է, ապրի այդ ձև։ Նվերը, երբ ես դու մեկին նվեր տալի։ Դու ամեն օր պարտավոր չես մեկին նվեր տաս։ Նվերը պարտավորություն չի։ Երբ ես դու նվեր տալի, մեկը քեզ հրավիրել է իր ծնունդին։ Հո այդ ծնունդ հրավիրած, ով քեզ հրավիրել է, հո դու հո չի ասում անպայման մինիմում այսքան նվեր պետք է ինձի տաս։ Ես կուզենամ կառնեմ, կուզենամ չեմ առնի։ Բայց էդի մի կողմից, մյուս կողմից էլ դատարկ ձեռներով էթալն էլ այդքան հաճելի, չգիտեմ, գարթը կարող ասի հեչ պետք էլ չի ինչ կմտածեն, բայց որ քո տոնն էլ են գալի, ասեն կարող է մտածես, ասես, ինչ լավ է որ դու իմ մասին մտածեցիր, մի հատ փոքր նվեր ես բերել։ Հիմա նույնը Աստծո հետ է։ Պարտավոր չես դու, պարտադիր չի էդի։ Աստված չի ասում, աշկերտ կանեմ, մենակ նվեր բերես, լավ նվերներ։ Բայց եթե լավ առիթ է, եթե Աստված օրհնել է քեզ, եթե կարելի է Աստծուն նվեր անել։ Տեր ջան, ես բնակարանում իմ կյանքը օրհնել ես այս նվերը բերում եմ քեզ։ Ու պարտավոր չի մարդիկ իմանան։ Դու կարաս բերես այս արկղի մեջ գցես, Աստված քո տենում է։ Մարդը կարող ընդհանրապես չիմանանել։ Իսկ կարող պատկերացում էլ չկազմեն, բայց դու ինչ ա գրած նոր գտականում։ Ով որ թաքուն արեց, Աստված հայտնի ձևով օրհնելու է։ Ով որ բոլորը որ իմանան, ոչ մի բան չկա դրանից։ Դրա համար ապրի Աստծո հետ ճիշտ կյանքով։ Կամ զոհաբերությունը։ Այսօր ես ասացի, չէ, որ այդ տեսիլքի մեջ այդ կրծած խնձորներ են դուրս գալի, որովհետև Աստված չի սիրում տես բաներ։ Այնքան որ մի բան տանք, այդ ձև բան չի սիրում Աստված։ Աստված սիրում է կամ պիտի դա լինի նվեր, կրծած խնձորը նվեր չեն տանում։ Զոհաբերություն, կրծած խնձորը զոհաբերություն չի կարա լինի։
Ինչ է նշանակում զոհաբերություն։ Այսինքն մի բան, որ քո համար թանկ է, դու զոհում ես մի տեղ քեզ, էդի բերում ես Աստծուն ես տալի։ Որտեվ ինքը այնքան լավն է քո հանդեպ, իրան դու օրհնում ես էդի։ Զոհ ես անում։ Զոհը չի կարող լինի մի եվրո։ Օրինակ ես որ ասեմ, մի եվրո 50 ցենտ, հաճախ դու կարող 50 ցենտը քո համար, չասեմ հեչ է, բայց այդ ձև էլ մի բան չի, 50 ցենտը, ասենք 50 ցենտը մեկին հանես 10, ասենք մեկը մուրած կանա, քո համար էդի չի կարելի ասել զոհաբերություն է, բայց եթե մի հատ կլոր գումար դու մեկին տալիս ես, որ այդ գումարը դու կարայր հետ հայր հանգստանայր, դու կարայր մեբել առներ, դու կարայր, արդեն դա զոհաբերություն է, էդի քեզանից կտրում ես կամ ինչ-որ բանից կտրում ես, մեկին ես տալի։ Կրծած խնձորը երբեք չի կարող լինես 3 հասկացություններից մեկն ու մեկը, ոչ դա նվեր է, ոչ դա զոհ է, ոչ էլ տասանորդ է։ Եթե մեկի տասանորդը լինի կրծած խնձորը, վատ վիճակում է այդ մարդը ապրում, ասենց ասեմ։ Որտեվ տասանորդը չի կարող լինի ստից այնքան մի բան, որտեվ տասանորդը լինում է քո ունեցվածի կամ քո եկամուտի 10%-ը։ Համի, էդի համեմատական է արվում քո հետ, ոչ թե ուրիշի հետ։ Մեկը կարող է տասանորդ բերի 1 եվրո, մեկը կարող է տասանորդ բերի 100 եվրո։ Թվում է թե 100 եվրով բերես դա ավելի լավ է։ Ոչ, Աստվածն չի նայում։ Աստվածն նայում է ինչի տասանորդ, դու բոլոր տասանորդը բերեցիր։ Այն մեկը կարող է 1 եվրո բերի, բայց ճիշտ է բերի, իսկ այնի 100 բերի, բայց սխալ է բերի։ Այսինքն Աստված մի քիչ ուրիշ ձև է նայում։ Դրա համար անկեղծ, օրինակ ինձ որ հարցնում են ինչն է ամենակարևոր քրիստոնեական կյանքի, անկեղծ լինելը։ Ամենակարևոր բանն է։ Ոչ ճարտար լեզու ունենալը, ոչ ճարպիկ լինելը, ոչ աշխուժ լինելը, ինչ ուզում ես թե սիրուն տեսք ունենալը, բարեհամբույր լինելը, շատ բաներ կա, որ շատ լավ է, բայց անկեղծ լինելը, անկեղծ սիրտ ունենալը ամենակարևորն է, որ ճիշտ հարաբերություն ունենաս Աստծու հետ։ Դու ինքդ քեզ չխաբես։ Դու ուրիշներին չուզենաս խաբես, մեկը ոչ մեկին էլ չես խաբի, որտեղ Աստված չի նայում այդ ձև։ Այլ դու ինքդ քո հետ լինես անկեղծ։ Մի րոպե, եթե իմ կյանքը ես ընտրել եմ այս ուղին, ավելի լավ է այդ ուղու օրենքներով ապրեմ։ Եթե ես չեմ ընտրել այդ ուղին, ինչ գործ ունեմ ես այդտեղ։ Որտեվ եթե առաջի օրինակը նայենք, անիմաստ ժամանակի վատնում է։ Երկրորդ օրինակը նայենք, ընդհանրապես անիմաստ է։ Դրա համար լավ է որ ճշտվի։ Ու մեկ էլ այսօր ինչի համար եմ հիմնական նպատակներից մեկը, իհարկե սրա մասներ որ մի քիչ իմանանք, բայց հիմնական նպատակներից մեկը, որ մենք տենանք այդ կապը, փողը ու Աստծո արքայությունը, որ ինչքան կապնված են իրար հետ։ Համոզված եմ, ցանկացած հայ, ուրիշ չեմ ասում, բայց բոլորս էստե հայ ենք, ցանկացած հայ, որ չի գնում եկեղեցի, այդաս հարցնես, նույնիսկ որ ազգնել ուզում ալնի, կասի փողը կապ չունի Աստծո հետ, Աստծո արքայության հետ ընդհանրապես դա հենց սխալ է, որ փողեր են հավաքում, փողը դա ընդհանրապես կապ չունի Աստծո արքայության հետ, բայց եթե դու Աստվածաշունչ ուշադիր նայես, դու կտենաս, որ ամենաուղղակի կապն ունի։ Ոչ թե որ Աստված շատ փող է սիրում, ոչ, որովհետև փողը արժեքավորում է մի բան։ Փողն է արժեքավորում։ Քու ունեցած փողով դու կարաս արժեքավորես կամ արժեքազրկես մի բան։ Օրինակ դու որ այդ մեզ խանութ, բան կա որ դու պատրաստ ես 1000 եվրո տաս, որտեվ քո համար դա արժեք է, որտեվ դու դա արժեքավորում ես։ Օրինակ խանութում մի բան կա արժի 1000 եվրո։ Ես մտածում եմ, որ այս տրանցքի 10 եվրո էլ չեմ տա։ Բայց մասնագետները, բայց ինքնարժեքը, բայց ամեն ինչ ասում են, որ դա 1000 արժի։ Բայց իմ համար դա արժեք չունի։ Ես դրան 1000 եվրո չեմ տա։ Բան էլ կա, որ ես դրան կտամ 1000 եվրո, որտեվ ես արժեքավորում եմ դրան։ Հենց դա տարբերությունը։ Համի նույնը էս է։ Տասանորդը զոհաբերությունը, եթե մեկը արժեքավորում է դա, կանի, եթե չի արժեքավորում, չի անել։ Ու ոչ միայն դա, փողով մենք նվերը, էլ հերո չետամ, նվերը, կամ ստեղ ասում է տասանորդը տարեք իմ տունը, որ պաշար լինի, ինձ տրանով փորձեք, 10-րդ խոսքն եմ ես կարդում։ Թե արդյոք չեմ բանալ ձեզ համար երկնքի պատուհանները եւ օրհնություն թափել ձեր համար։ Հարց, ինչը Աստված սպասում է, որ մենք փողը բերենք իր տուն, նոր ինքը երկնքի պատուհանները բացի։ Ինչի է դա կապված իրար հետ։ Ասենք սովորական մարդու մտածելով, որ մտածում են, որ փողը կապ չունի,
կարևորը հոգևորն է, Աստված փողը Աստված երկնքում է, Աստված հոգի է եւ այլն եւ այլն։ Աստված նայում է դու ինչն ես արժեքավորում։ Եթե դու էդի չարժեքավորեցիր քո ունեցվածքից, դու չարժեքավորեցիր Տիրոջը, չի բացվելու երկնքի պատուհանները։ Այդ ձևի կապ ունի էդի։ Ես ինչի համար եմ սա քարոզում։ Որպեսզի մենք արժեքավորենք դա, ոչ թե իմ ուշք ու միտքն է եկեղեցի ինչքան հնարավոր շատ փող գա։ Եթե դա լինի, ես ճիշտ չեմ ապրում Աստծո դեմ։ Վաղ թե ուշ Աստված չի սիրելու տես ծառայողի։ Բայց իմ ուշք ու միտքն ինչ է, որ ամեն մեկս լինենք օրհնված։ Ամեն մեկիս համար երկինքը բաց լինի, ու որ մենք վայելենք Տիրոջ օրհնությունները։ Եթե դա լինի, եկեղեցին էլ է օրհնված լինելու։ Բայց դա է կարևոր։ Ստեղ որ մենք կարդում ենք Աստված քահանաներին է սկզբից խոսքը ուղում։ Աստծո նպատակը չի ասում, ոնց ուզում ես ապրի, այնքան որ իմ տունը փող բեր, կամ իմ գանձանակը բերլից։ Էդի չի Աստծո նպատակը։ Աստծո նպատակը դու ու ես որ օրհնվենք։ Երկինքը փակ չլինի մեր իմ համար։ Հələ պատկերացրու, երկինքը իմ համար փակ է, մենք փորձում ենք եկեղեցուն որ լավ լինի, չի լինելու լավ։ Եթե եկեղեցու հավատացյալները սխալ ձևով են ապրում Աստծո դեմ, եկեղեցում չի լինելու լավ բան։ Որտեվ որտե՞ց լինի։ Պետք է բաց լինի երկինքը։ Այսինքն երկնքի պատուհանները կապված է մեր արժեքավորումից, մեր ենթարկվելուց Աստծո խոսքին։ Փողով է, ուրիշ ոչ մի բանով։ Ստե չի ասում, եթե դուք լավ աղոթեք, եթե դու մի ժամ գոնե օրը Աստվածաշունչ կարդաս, երկինքը կբացվի քո համար։ Դες բան չկա գրած։ Ես չեմ հանդիպել ամենայն դեպս։ Աստվածաշունչում ինչ է գրած։ Եթե ասում է գիշեր ցերեկ մտորես Աստծո խոսքի վրա, կլինես հաջողակ։ Դա գրած է։ Էդ էլ է նշանակում, որ երկինքը բացվում է։ Բայց Աստծո խոսքը մարդը պատկերացեք կարդա, բայց չի հասնում sense տեղերին։ No։ Երկինքը չի բացվելու։ Ու էդի մեկ երկրորդ մոմենտը։ Մեկ երկրորդ։ Եվ ես Աստված ասում, եւ ես պիտի կշտամբեմ ձեր համար ուտողին, ով որ մեր կյանքից ուտում է, վերցնում է, գողանում է, որ նա չափականի ձեր համար երկնքի արդյունքը եւ ձեր համար անպտուղ չլինի որդը այգումը, որդը նկատի ունի խաղողի որդը, այգումը, ասում է Զորաստերը, եւ ձեզ պիտի երանեն բոլոր ազգերը, որովհետեւ դուք պիտի ցանկալի երկիր լինեք, ասում է Զորաստերը։ Միջև ստեղ։ Այսինքն քո ունեցվածքով առակների մեջ գրած է, քո ունեցվածքից պատվիր Տիրոջը։ Ամեն, գրած է այդ ձև բան։ Ո՞վ է կարդաց այդպես բան։ Քո ունեցվածքից պատվիր Տիրոջը։ Պատիվ բառը հայերենում շատ լավ է հնչում։ Պատիվ բառը նշանակում է հենց փող ծախսել։ Պատիվ բառը փող ծախսելն է։ Մեկին ես պատիվ տվեցի։ Այսինքն սեղան ենք բացել, այսինքն առևտուր եմ արել ես։ Համաձայն եք իմ հետ։ Պատիվ տալը փողն է։ Օրինակ Նոր Կտականում գրած է կամ առակներում որ քո ունեցվածքից պատվիր Տիրոջը։ Նոր Կտականում գրած է քո առաջնորդին դու պատվիր, քո էսրան նայիր, էսի սենց արա, պատվիր, ում որ պատիվ տուր, ում որ հարգանք տուր, ում որ ես այդրանց մասին գրած է ամեն ինչ։ Հիմա եկեք մի տեղ էլ կարդանք, որ ավելի բացվի, ուրեմն երկրորդ մնացորդ հաց կարծեմ, հեսա կնայեմ կասեմ, երկրորդ մնացորդ հաց, 31-րդ գլուխ, առաջի երկրորդ խոսք եկեք կարդանք, մի հատ կարևոր ճշմարտություն էլ կա ուզում տրամասնել ասեմ, ես համոզված եմ, որ ինչ եկամուտ մեզանից ամեն մեկը ունի, ինչ չափի, Աստված գիտի ու դու գիտես, ինչ չափի եկամուտ էլ դու ունենաս, մեկը դու ծախսում ես էդի, ինչ-որ մի տեղ, ինչ-որ մի ձևով, ծախսում ես, մեկը գտնում է ամենաճիշտ ձևը ծախսելու իր ֆինանսների, 200-300 եվրո ուղարկի Հայաստան, 500 եվրո ստո հետ դնի, եթե այդքան ունի, ու ուտել բան եւ այլն։ Մեկը գտնում է որ դա կարևոր չի, կարևորը լավ հագնվելն է, լավ ուտելն է։ Մեկը գտնում է ուտել այդքան կարևոր չի, կարևորը լավ
մանգալն է, այսինքն ճանապարհորդի, էթա վականսի եւ այլն։ Մեկ գտնում ավտոն կարևոր է, մեկ գտնում ավտոն կարևոր չի, մեկ գտնում տունը կա, հազար ձևի բաներ կա։ Մենք մեկա ծախսում ենք այդ գումարը, բայց երբ որ մենք հավատքի անցանք, Աստվածաշունչը սովորեցնում է, որ ոնց պիտի հիմի ծախսենք։ Այն ոնց որ մենք կարել ենք միջև հավատքի գալը, դա ուրիշ հարց է։ Չենք իմացել։ Ծախսել ենք անիմաստ, տեղին, անտեղին։ Բայց հիմա բաներ կա, որ շատ կարևոր է։ Դրանից է կախված քո օրհնությունը, քո երկնքի պատուհանները բացվելը, դրանից է կախված։ Հիմա տեսեք, այս երկրորդ մնացորդած գրքում երկրորդ մնացորդած, եկեք բացենք միասին, եթե դու բացել եք արդեն։ 31-րդ գլուխ։ Ստեղ պատմում է մի պատմություն Հյուդայի թագավորությունից, որ առաջի խոսքից եկեք արդենք, առաջի ու երկրորդ խոսքեր եկեք արդենք։ Եվ երբ որ այս ամենը վերջացավ, դուրս եկան այնտեղ գտնվող բոլոր իսրայելացիները դեպի Հյուդայի քաղաքները եւ կոտորեցին արձանները եւ աստարոֆները, կոտորեցին եւ քանդեցին բարձրավանդակները, սեղանները բոլոր Հյուդայից, Բենյամինից, Եփրեմից ու Մանասեից, մինչեւ որ վերջացնեն։ Եվ Իսրայելի բոլոր որդիքը կամ որդիները ետ դարան ամեն մեկը իր կալվածքը իրենց քաղաքները։ Երկրորդ խոսքը եւ Եզեկիան, սա թագավորն է, հաստատեց քահանաների եւ ղեֆտացիների դասակարգերի համեմատ ամեն մեկին իր պաշտոնին համեմատ, թե քահանաներին, թե ղեֆտացիներին, ողջակեզների եւ խաղաղության զոհերի համար, որ Տիրոջ բանակի դռներումը ծառայեն, գոհանան եւ օրհնաբանեն։ Եկեք մենք հասկանանք ինչա տեղի ունենում։ Հյուդայի ժողովուրդը կամ իսրայելացիները Աստծո ժողովուրդն են։ Որպես Աստծո ժողովուրդ նրանք պետք է ոչ միայն 10-րդ եւ այլ այդպես բաներ տային, ընծա, այլ պետք է ծառայեն Տիրոջը։ Բայց իրանք ինչով էին անցել արդեն։ Գրած է, դե ստեղ առաջի խոսքը գրած որ իրանք սկսեցին քանդել, դա նշանակում է որ միջև այդ իրանք սարքել էին արձաններ, սարքել էին ուրիշ ազգերի նման կռապաշտության հետ կապված բաներ, կուրքեր, արձաններ, չգիտես ինչեր, ու սկսել էին պաշտել, թողելով կենթանի Աստծուն։ Մարդը կամ կենթանի Աստծուն է պաշտում, կամ մարդը պաշտում է կուրքերի։ Չի կարա համընդե պաշտի, չի լնում։ Ու հիշեք մի բան, ամեն տեսակի պաշտելը փող արժի։ Առանց փողի դու չես կարա մի բան պաշտես։ Առանց փողի դու կարաս ասես, այդ ինձ հետարքրում է, կարելի է դրա մասին մի քիչ կարդալ, կարելի է դրա մասին մի քիչ իմանալ, դա պաշտել չի։ Երկրպագել բառ կա հայերեն։ Այսինքն մի բան, որ դու պատրաստ ես քո ամեն ինչը ծախսես, որովհետև քո համար դա կարևոր է։ Հյուդայի ազգը սկսել էր կռապաշտության մեջ լինել, այսինքն արծաթը իրանց ոսկին տվել էին, ձուլել էին, սարքել էին արձաններ ու սկսում էին պաշտել, զոհեր էին բերում այդտեղ, որպեսզի օրինակ մինչև այսօր էլ կան ազգեր, տեղեր, որ կա հողի աստված, կա արևի աստված, կա լուսնի աստված, կա բերքատվության աստված։ Ինչ են մարդիկ անում, երբ որ ցանում են իրենց բերքը, այդ Աստծուն զոհեր են բերում։ Ոնց են զոհեր բերում։ Կարող է մատաղանեն, կարող է, չգիտես, սեղան գցեն, կարող է ինչ-որ իր ունեցվածքից տանի աղքատներին տա, եւ այլն, ամեն տարբեր տեսակներ կա։ Հենց կարա զոհաբերի, ասենք մի հատ ոչխար վերցնի մորթի, կամ չգիտես մի հատ կենթանի վերցնի մորթի եւ տարբեր տեսակի բաներ կա։ Կամ փող բերի տա, որ արդյունք լինի, որ բերություն լինի։ Հիմա Իսրայելի ազգը նման բաների մեջ էր։ Երբ որ եկավ Աստծո մարդ Եզեկիան, որ նա հասկացավ Աստծո օրենքները ու Աստվածաշունչ էր կարդում, կամ 5 տականն էր կարդում, նա ինչ արեց։ Իր թագավորության մեջ 5 տականի թագավորությունը ոնց որ այսօրվա եկեղեցին, ոնց որ նույն համատությունն է։ Նա ինչ արեց, սկսեց Աստծո օրենքը կարդալ ժողովրդին, հենց տենց էլ գրած է,
ու սկսեց Աստծո օրենքները սովորացնել, որ ժողովուրդ ջան, այն ինչ որ դուք անում եք, դա սխալ է, ավելավա պաշտեք Տիրոջը, որովհետև 10 պատվիրանների մեջ գրած է, միայն քո Տիրոջը պաշտիր, ուրիշ ոչ մեկին։ Բայց այսօր ինչքան մարդ ենք տենում պաշտում են շատ բաներ։ Ուղղակի անուններն ա ուրիշ։ Կումիր։ Դա կուրք է։ Այս իմ կումիրն է։ Օրինակ իմ կումիրը այսինչ երգիչն է, իմ կումիրը այսինչ ֆուտբոլիստն է, իմ կումիրը այսինչ մեկն է։ Դա կուրք է։ Այսինքն պաշտելով այդ կուրքին, այդ մարդուն կամ այդ հասկացողությանը փող պետք է ծախսես դու։ Առանց փողի չի լինում երկրպագություն, չկա տես բան։ Չի լինում տես բան։ Հիմա մարդիկ այդտեղ էին իրանց փողերը ծախսում։ Այդտեղ էին իրանց ոչ միայն փողն աստե, այլ ուշք ու միտքը, ակնկալիքը, երբ որ ես զոհ եմ անում, ես ակնկալում եմ, որ օրհնություն կգա։ Բայց այդից օրհնություն չի գալի, որովհետև կուրք գոյություն չունի։ Մենք գիտենք, որ կա մի հատ Աստված։ Չկա ուրիշ, ինչ է նշանակում կուրք։ Ոչնչություն, մի կուրք։ Համի պատկերացու մեկ իր համար դնի մի հատ արձանի մի հատ ինչ-որ, ասենք, արևելյան երկրներում, արևելքում բերության կուրքը նման է մի հատ կնոջ, որ ունի շատ ստինքներ, ես իմ ինչ գտնում եմ, որ էդի բերության, պտղաբերության, չգիտես ինչի, ինչ ուզում ես արա, մեկը էդի այդ կուրքը ոչ շնչում է, ոչ տենում է, ոչ էլ կարա մի բան անի։ Ուղղակի փող են ծախսել, ոսկուց ահագին ոսկի է պետք, որ տենց կուրք սարքես։ Մանավանդ հին ժամանակներում շատ են տես բաներ արել, որ հավատացել են, որ դից կգա իրանց օրհնությունը։ Ու մարդիկ էդի թողում են, առաջի խոսքը ինչ ա գրած, որ գնացին ու լրիվ ջարդեցին։ Եկան ամեն մեկ իրանց տունը ու Եզեկիան Իսրայելի ժողովրդին մարդկանց ասում է, լսի, դու ղեֆտացի ես, դու պիտի ղեֆտացու ծառայություն անես, դու քահանա ես, դու պիտի քահանայություն անես։ Քահանան ինչ արե, զոհաբերություններ արե, քահանան ինչով ազբաղվե, պաշտել է իր Տիրոջը, աստվածապաշտության մեջ է խորացել։ Եկեղեցու այսօրվա իմաստը ինչ է, ինչ ենք մենք քարոզում, ինչ ենք մենք երկրպագում, ինչ այս իմաստը ինչն է, որ ամեն մեկս մեզանից ամեն տեսակի կռապաշտությունը թողի, ջարդի այդ լրիվ կուրքերը Աստծուն պաշտի։ Որովհետև Աստծուն պաշտելով մարդը օրհնվելու է։ Կռապաշտությունը բերում է անեծքի։ Բայց աստվածապաշտությունը ամեն կողմանից է լավ։ Համաձայն եք, ով կարող ասի ամեն։ Դա տենց է։ Դա համար ավելավ Աստծուն պաշտես, հələ եկեք միջև վերջ կարդանք։ 10-րդ խոսք եկեք կարդանք։ Հա, ստեղ չասեցի, որ ղեֆտացիներին դրեց, որ ողջակեզներ եւ խաղաղության զոհերի համար ու գրած է, որ որպեսզի Տիրոջ դռները ծառայեն, գոհանան, էլի գոհություն բառնա, գոհ լինեն։ Աստծո նպատակն է, որ մարդը գոհ լինի իր կյանքից։ Ու գրած է օրհնաբանեն կամ փառաբանեն։ Հիմա 10-րդ խոսքը 31:10 Եվ Սադովկի տնից եղող քահանայապետ Ազարյան նրան պատասխանեց եւ ասեց, Եզեկիային պատասխանեց եւ ասեց. Այն ժամանակից, որ սկսել են ընծաները Իսրայելի ժողովուրդը, երբ որ սկսել են ընծաները բերել Տիրոջ տունը, կերել եւ կշտացել ենք, եւ խիստ շատ ավելացել է, որովհետեւ Տերը օրհնել է իր ժողովրդին, եւ ավելորդը այս առատությունն է։ Երբ որ կռապաշտության մեջ է եղել Իսրայելը, հələ դու ինքդ կարդա 5 կտականը, 5 կտականի լավ բաներից մեկը ինչն է ժողովուրդ ջան, որ պատմություն է ցույց տալի։ Նոր կտականում մենք բաներ ենք կարդում, հայտնություններ ենք ստանում, բայց 5 կտականի լավ մոմենտներից մեկը ինչն է, որ մենք կարդում ենք պատմություն, ոնց սկսեց, ոնց ավարտվեց, ինչիվ էին զբաղված ու ինչ եղավ իրանց հետ։ 1, 2, 3 ու մենք արանք հետևություն անենք։ Երբ ուզում ես կարդա, երբ որ Իսրայելը կռապաշտության մեջ էր, թշնամիները հալածում էին, չկար օրհնություն, իրանց ամբողջ ունեցվածքը թալանվում էր ու այտենց անելանելի դրության մեջ սկսում էին աղաղակել Տիրոջը, Տերը իրանց մեջից բարձրացնում էր մի հատ առաջնորդ, իրանց սովորեցնում էր ոնց պյանային, իրանք քանդում էին կուրքերը, գալիս էին Տիրոջը, սկսում էին Տիրոջը երկրպագել, օրհնությունը գալիս էր։ Ինչքան ուզում ես կարդայինք, էտա։ Սա երկնքի Աստծո, երկնքի թագավորության սկզբունքներն է, ժողովուրդ ջան։ Ուզում եմ այսօր ուղղակի մխրճվի քո սրտի մեջ այս խոսքը։ Հիշի միշտ,
Եթե դու քո Աստծուն երկրպագես, քո ամբողջ ունեցվածքով, քո ամբողջ սրտով դու միշտ ավելցուկ ես ունենալու, դու միշտ օրհնություն ես ունենալու, դու լինելու ես գլուխ, ոչ թե պոչ, դու միշտ բարձում ես ունենալու, ոչ թե ցածրում։ Այսինքն Աստված քեզ բարձրացնելու է միշտ։ Եթե դու Աստծուն թողեցիր, հավատացյալ լինելով, դե չենք ասում, էլ չենք հավատում։ Նույնիսկ մարդը, որ եկեղեցին թողում, ասում ես հավատում եմ, իմ ձևով եմ հավատում։ Եթե մարդը Աստծուն աստվածապաշտությունը թողեց, կարող է եկեղեցի գա, բայց աստվածապաշտությունը կարա թողի։ Դրանք տարբեր բաներ են։ Դա մենակ Աստված գիտի։ Մենք էլ կարանք մի քիչ հետո տենանք դա։ Այդ բանը չենք տենում։ Եթե մարդը աստվածապաշտությունը թողեց, ընկղմվեց ուրիշ բաների մեջ, ուրիշ ցանկ, այս ինչքան այ լավա փողերս լրիվ հավաքեմ էսի անեմ։ Մեկ էլ փողերը հավաքելու ժամանակ զգալու ես, որ մի րոպե, մի 10-րդը 10 թե հետի, ասես դե լավ, դե մի անգամ էլ սենց։ Մի անգամը դառնում է երկու անգամ, երրորդ անգամ, չորրորդ անգամ, մեկ էլ մտածում ես, ոչ մի բան չեղավ։ Ավելավա տենց էլ շարունակեմ, մի ոչինչ, մի ես էլ սենց վիճակ եմ, եւ այլ մարդը ինքը իրան սկսում է խաբել, մեկ էլ մարդը ընկնում է տարբեր տեսակի վատ բաների մեջ ու մարդը հա իշնելու է, չի բարձրանալու։ Ինչի, որովհետև երկինքը փակվում է։ Աստված չի կարալու օրհնի այդ մարդուն, ոչ թե չի ուզում կամ ոչ թե ջղայնացած է, չի կարա։ Ինչի, որովհետև մարդը իր արժեքը Աստծուց, իր ֆոկուսը Աստծուց ուղղում է դեպի կուրք։ Այդտեղ գալիս արդեն սատանան։ Դրա համար էս հիշեք, մի հատ օրինակ էլ ասեմ, Հիսուս Քրիստոսը երբ որ կերակրեց 10-ից 15,000 մարդկանց, գրած է 5,000 տղամարդկանց, բայց կանանց ու երեխեքի հետ դի մոտ 10-ից 15,000 մարդ են եղել։ 10-ից 15,000 մարդուն ինքը կերակրեց, ինչ վերցրեց, որ կերակրեց։ Ընդամենը 5 հատ հաց, 2 հատ ձուկ։ Վերջ։ Ոչ մեկս մենք այսօր չենք կարա դա անենք։ Նո։ Այդ ձև չենք էլ անի։ Իսկ քո տունը մի հատ ընտանիք գա հյուր, 5 հացով 2 հատ ձուկով չես կարա կերակրես։ Ու մենակ հաց պիտի ուտեն։ Ձուկն էլ լրվին չի երիքի։ Բայց ինչ սկզբունք կա տեղ, ինչ մենք կարանք սովորենք, որ այդ պատանին, որ ուներ այդ 5 հատ հաց ու 2 հատ ձուկը, եկել էր այդ սեմինարին կամ եկել էր այդ օրերին, որ Հիսուսին լսի, այդ 5 հատ հաց ու 2 հատ ձուկը իրան լավ է էտի, իրան հերիք կլներ այդ մի քանի օրը։ Ամեն օր հաց էլ մի քիչ ուտի, այնքան որ կուշ լինի, որ Հիսուսին լսի, եկել են Հիսուսին լսեն, չեն եկել հաց ուտելու։ Հիմա Հիսուսն ասում է, դուք կերակրեք այդ ժողովրդին։ Հիսուս իր աշակերտներին ասում է դուք կերակրեք։ Ոնց որ Հիսուս այսօր ինձ ասում է դուք կերակրեք ժողովրդին։ Քեզ ասում է դու գնա այն մարդուն, որ եկեղեցի չի գալի, դու գնա իրան կերակրի։ Ոնց կերակրեմ, այդ ինչ ասեմ։ Մանավանդ հələ պատկերացեք, պիտի հաց ուտեն։ Հա, հոգևոր կարանք 8 ժամ քարոզենք, բայց մարդը պիտի հաց ուտի։ Ոնց կերակրենք։ Հիսուսն ասում է ինչ ունես։ Այդ հարցը միշտ զնգալու է քո ականջների մեջ, ինչ ունես, միշտ հիշի, երբ որ դու Աստծուն պիտի ծառայես, Աստված այդ ասում, ինչ ունես։ Մենք ասում ենք, եթե սենց լներ, եթե էս լներ, էդի չի լսում Աստված։ Ինչ ունես, էդ է հնչելու միշտ, ինչ ունես դու։ Ասում ենք, եթե ավտոլներ ես սենց կանեի, եթե մի քիչ գումար ունենայի, ես ունեցողին, կարիքավորին ես կօգնեի, զրո լրիվ։ Ինչ ունես, էդ է Աստծուն հետաքրքրում, ինչ ունես դու։ Ասեցին 5 հատ հաց ունի, այն էլ իրանք չունեին, մի հատ ջայլ տղա ուներ։ 5 հատ հաց ունի, 2 հատ ձուկ ունի։ Բերեք։ Եթե էդի դու տաս, Աստված դրանով կերակրի 15,000 մարդ։ Եթե դու քո ունեցվածքը ինվեստիցիա անես, ներդնես Աստծուն, Աստված դրանից օրհնելու է, բայց ոչ թե Աստծո նպատակն է քեզանից գրփի տանի ուրիշներին տա։ Միշտ հիշի, Աստծո նպատակը այն չի, որ քո 10-րդը քո ընտանիքից, քո երեխուց վերցնի, որ ուրիշին տա։ Քեզ ավելի շատ է օրհնելու Աստված։ Ինչի համար, որովհետև դու հավատքով ես դա անում։ Ժորժ ջան, եկեք հասկանանք, մեզ ոչ մեկ որ բռնի է, ոչ էլ մեզ կոնտրոլ անում, հավատքով ենք անում։ Եթե մեկը հավատքով չի անում, ոչ մի բան չի ստանա Աստծուց։ Ամեն։ Մենք հավատքով ենք անում, մենք հավատում ենք, որ Աստծուն դա դուր է գալի, որովհետև դա Աստվածում գրած է, ու Աստծո դուրեկածը մենք անում ենք։ Հավատքի քայլ է սա։ Ոչ մեկ չի ստիպում, ոչ մի պետական օրենք չկա, ոչ մի բան չկա, ոչ էլ եկեղեցական օրենք, ոչ մի տես բան չկա գրած։ Աստվածաշնչում կա գրած, բայց մեր մեջ չկա այդ ձևի, որ դու պարտավոր ես, թե չէ քեզ կծեծենք, թե չէ քեզ դուս կշպրտենք, թե չէ դու եկեղեցուց դուրս ես գա։ Տես բան չկա։ Հավատքի քայլ է սա։ Դա համար եթե ես հավատքի քայլ եմ անում, Աստծուն եմ տալիս, ոնց կարա Աստված չօրհնի նման մարդուն։ Դուք ինքներդ մտածեք։ Եթե Աստված երկնքից նայում է այս մեկը, էսենց սխալ
մարդկանց կողը ապրող մարդա, սխալ ինչ նկատի ունեմ, ոչ թե վատ մարդիկ են, լրիվ լավ մարդիկ են, բայց մարդիկ չեն իմանում Աստծուն, չեն գալի եկեղեցի, չէ։ Այդտենց շրջապատում ապրող մարդը հավատում է ու իր 10-րդը տալիս է Տիրոջը։ Այդ տղան, որ 5 հատ հաց, 2 հատ ձուկ բերեց տվեց աշակերտներին, դա էլ է լավ օրինակ մեր համար, որ ինքը բերեց աշակերտներին տվեց։ Մարդիկ բերում են 10-րդը եկեղեցում, աշակերտներին են տալի։ Այստեղ կա մարդ, որը հաշվում է, որը բան անում, ամեն կոպեկ իր հերթին ծառայում է Տիրոջը։ Մենք Աստծուն չենք կարա տանք, ո՞նց տանք Աստծուն։ Աստծու ծառայողին ենք տալիս։ Աստծուն այդ երիտասարդը բերեց տվեց, Աստվածաշունչ գրած է ուտելուց հետո 12 մեծ կողով մնացորդ մնաց։ Այդ մնացորդը ինչ արեցին իրանք։ Այդտենց հարցեր են ինձ դիտվել, այդ ինչ է նշանակում այդ մնացորդը։ Այդ մարդը ներդրեց, այդ մարդուն 12 կողով ստացավ։ Էլ ի՞նչ պիտի լինի։ Այդ է լինում։ Ու գիտեք ինչ, ով որ հավատքով քայլ անում, Աստված այդ մարդուն օրհնում է։ Հիսուսն ասում է, եթե դու քո տունը, քո ունեցվածքը, քո ընտանիքը իմ համար զոհես, հարապատիկ կստանաս։ Հարապատիկ։ Հավատա, այդ ձևել ստանալու ես դու։ Հավատքի քայլեր է։ Դրա համար դու արա նենց ոնց որ Աստվածաշունչն անում։ Ու դու կտենաս, Աստված գրած է Աստվածաշունչում, Աստված մարդուն ամոթով չի թողում։ Չկա մի մարդ, որ ասի ես սենց արեցի, Աստված ոչ մի բան չփոխվեց իմ կյանքում։ Ժորժ ջան, չեմ հավատա։ Միշտ ես ուղղակի հիացել եմ Աստծո հավատարմությունով, Աստծո, որ Աստված իր խոսքի տերն է։ Հələ ուղղակի մի օր փորձի։ Ուղղակի մի անգամ փորձի։ Մի անգամ փորձի, մի հատ մի գումար, որը դու կարայր քո ընտանիքին, քո երեխուն, քո, չգիտես, ծարսեիր, Աստծուն զոհի։ Դու ուղղակի մի անգամ արա։ Բան չունեմ ասելու, դու ուղղակի անես, դու կտենաս Աստված ոնց է, քո հետ ուրիշ ձև է սկսում անել։ Ոչ թե որ ել եմ կրկնում, ոչ թե որ Աստծուն քո փողն է ինք ուզում։ Ոչ, Աստված ուզում է քեզ օրհնի, Աստված ուրախանում է, որ դու ճիշտ ես անում, որ դու ճիշտ գնահատում ես, որովհետև Աստծո համար դժվար չի քեզ փող տա, քեզ աշխատանք տա, քեզ լավ աշխատանք տա, քեզ լավ պայմաններում դնի, իր համար ինքը ուզում է դա անի։ Մեզանից ով է ուզում, որ մեր երեխաները լավ ապրեն։ Օրինակ ինձ եթե հարցնեն, Արտուր, դու քո աղջկա համար ինչ կուզենայիր, ինքը լավ ապրի, թե վատ ապրի։ Նո, որ լավ ապրի։ Ոնց է կարծում մեր հայր Աստվածը, որ ինքը հայր է, կուզենա որ մենք լավ ապրենք։ Ինքը ոչ միայն ուզենում է, այլ ինքը ամեն ինչ անում է, որ դու լավ ապրես, ամեն ինչ, բայց եթե մենք բանկա քայլկա չենք անում, Աստված ստել ոչ մի բան չի կարանի։ Նա ասում է, այս այն միջոցով քարոզում է, վաղեթաց տունը կարդաս, մի ուրիշ անգամ դե վաղ թե ուշ դու հասկանում ես, որ էտա կամ պետք է դու երկրպագես Տիրոջը, առանց փողի դա չի լինում։ Ես չեմ ասում ամեն անգամ, երբ որ մենք գալիս ենք, ուղղակի Ժորժ ջան, ես խնդրում եմ ճիշտ հասկացի։ Երկրպագության ժամանակ, երբ որ մենք երկրպագում ենք ասում, այդ վաղ մենք փողեր, շաբաշներ ստե չենք անում։ Այդ դրա մասին չի խոսքը։ Բայց եթե ճիշտ սրտանց իրավ աստվածապաշտության մեջ ես դու պարապում, դա փող արժանալու քեզ։ Ժամանակա քեզ արժանալու։ Չես կարա առանց դրա դու Աստծուն պաշտես, չես կարա։ Վաղ թե ուշ դու կանգնելու ես այդ քայլի առաջ, որ կամ պետք է քո ժամանակը դու ծախսես Տիրոջ համար, կամ քո ֆինանսը ծախսես, կամ քո ամեն ինչը ծախսես, կամ պետք է չանես։ Կամ պետք է հելնես այդ ծառայությունից, այդ բաներից։ Ամեն։ Կերել, կշտացել են եւ շատ դեռ ավելացել է, ու դա նորմալ երևույթ է, երբ որ մարդը Աստծո համար անում է, ուրախություն է գալի։ Ուրախություն է գալի մարդու կյանք, մարդը արդեն ուրիշ ձև է ապրում ու Աստված շատ օրհնում է, Աստված ուզում է օրհնի մարդուն, դրա համար է, ասենք, Աստված շատ տեղեր Աստվածաշունչում ֆինանսի մասին ասում, որ գումարը կարևոր է։ Երևի մի տեղ էլ կարդանք, այդ էլ շատ կարդացած տեղ է։ Ու դրանով ես վերջացնեմ, տենում ժամանակն էլ ուշ արդեն։ Եկեք բացենք միասին 16-րդ գլուխ Ղուկասի ավետարանի 16-րդ գլուխ
Այս էլ կարդանք ու արդեն ամեն մեկս կարանք մեր ընտրությունն անենք մեր միգուցե ընտրությունը չէ, ու որոշներս ընտրություն կյանենք, բայց որոշներս էլ հաստատվենք, որ հանկարծ չկասկածենք կամ մեր հավատքը չթուլանա։ Հիշի միշտ սատանան, իմիջիալս տրամասն ասեմ մինչև կարդալը, գողը, միշտ ուզում է արժեքավոր բանը գողանա, միշտ։ Սատանան գիտի, եթե քո մտածելակերպը ինքը գողացավ, շեղեց քեզ, դա ավելի արժեքավոր է, քան թե քո այսօրվա ունեցվածքից վերցնի։ Որտեվ եթե քո ունեցվածքից այսօր վերցնի, եթե դու ճիշտ մտածելակերպի մարդ ես, Աստված քեզ օրհնելու է։ Բայց եթե սխալ է մտածելակերպը, միշտ դու չես վերականգնվելու։ Որտեվ Սատանան միշտ ուզելու է, որ դու կասկածես 10-րդի մեջ, դու կասկածես զոհաբերության մեջ, դու կասես դա լավ է, դա այդքան կարևոր չի, մարդիկ կողից շատ կօգնեն այդ հարցում, վատ իմաստով, որ դա անիմաստ բան է, դա այդ աղանդներն են տենց, այս սրանք են տենց, այնքան բան են ինձ ասել, Ժողովուրդ ջան, եթե ես այդ ամեն ինչը իմի բերեմ, խելագարվել կարելի է, այնքան բան են ասել ինձ։ Բայց երբ որ ես նայում եմ Աստծո խոսքը ու Աստծո այդ աղոթքի մեջ եմ, ես հասկանում եմ, որ ճիշտը անել այն, ինչ որ Աստված ասում է։ Ու ոչ միայն ուղղակի կույր ձևով անել, ռեզուլտատ եմ տենում։ Ես տենում եմ արդյունք։ Այսինքն ես արեցի, Աստված օրհնեց։ Միշտ դա ձևա։ Երկնքի արքայության սկզբունքն է դա, հիշի դա։ Արեցիր, օրհնությունը գալու է։ Ցանեցիր, հունց կա լինելու։ Չարեցիր, ոչ մի բան չի լինելու։ Միշտ հիշի դա։ Կարող է եկեղեցում մարդը տարիներով գա, բայց ոչ մի բան չցանի, ոչ մի բան չի լինելու, այդ մարդը ոչ մի բան չի զգալու։ Մենք ստեղ կանգնած տեղը կարող է հալվենք, լացենք, չգիտես էլ Աստծուն ոչ շնորհակալություն ասես, մարդը կանգնի ասի, լավ, ստե ինչ կա որ սենց մարդիկ սենց հալվում են, սենց լացում են, սենց ուրախանում են, բան չեմ զգում ես։ Չի էլ զգա, որովհետև ոնց կարա մարդը զգա, եթե ոչ մի բան չի ցանում։ Եթե ես քայլ անեմ, ես զգալու եմ դա։ Եթե ես քայլ չեմ անում, ոնց զգամ։ Ես չեմ կարա ուրիշի միջոցով զգամ դա։ Համի չեմ կարա ես մեկիդ գամ պատմեմ, ասեմ, գիտես, յուրահատուկ բան է, զգացմունք է։ Դու բառերով կարաս բացատրես, երբ որ Տիրոջ ներկայության մեջ արցունքները թափում է ու երանության մեջ ես, բառերով դե բացատրի։ Ինչ ասես, ասես, ինչ եմ զգում ես։ Ոչ մի բան չես կարա համատես դա։ Որովհետև չես կարա կեղծավոր ձևով Աստծո ներկայության մեջ մտնես։ Չես կարա, Ժողովուրդ ջան, ով հասկանում է գիտես ինչ եմ ասում, չես կարա, ներսիցդ չես կարա։ Բայց երբ որ Աստծո հետ դու ճիշտ ես վարվում, դու Աստծո համար ես ապրում, դու հեշտ ես մտնում իր ներկայությունը, որովհետև իր համար ես դու ապրում։ Այդ է տարբերությունը։ Ղուկասի ավետարան 16-րդ գլուխ Ստեղ մի ամբողջ պատմություն է, բայց 9-ից եկեք կարդանք, 16-9-ից։ Եվ ես ասում եմ ձեզ, Հիսուս Քրիստոսն ասում, անիրավ մամոնայից բարեկամներ արեք ձեր համար, որ երբ որ պակասվեք, հավիտենական բնականի մեջ ընդունեն ձեզ։ Քիչ բանի մեջ հավատարիմը շատ բանի մեջ էլ է հավատարիմ։ Քիչ բանի մեջ անիրավը շատ բանի մեջ էլ անիրավ է։ Այս կոնտեքստը, եթե մենք նայում ենք, կոնտեքստը հասկանալի է, չէ՞, ինչ է։ Այս տեղը, այս կտրվածքը, եթե այդ կոնտեքստը, եթե մենք կարդանք, դրանպես Աստվածաշունչը պետք է կոնտեքստով կարդաս։ Որա, այս կոնտեքստը փողի կոնտեքստն է։ Քչի մեջ հավատարիմը լինողը նշանակում է նաև, որտեվ ուրիշ բաներ է նշանակում, բայց նաև նշանակում է, որ Աստված համարում է որպես արժեք փողը քիչ բան։ Մեծ բան Աստված համարում է հոգևոր բաները, ծառայությունները, Աստծո մեծ գործերը, ասենք հովվական գործ, առաքյալի գործ, մարգարեի գործ եւ այլն, դա ավելի մեծ բաներ է։ Ասում է քչի մեջ եթե մարդը անհավատարիմ է, այն մեծը լրիվ անհավատարիմ լինելու։ Նո, հեսավոր շարունակենք կարդանք, որ չի էլ տրվելու սկի։ Բայց եթե
քչի մեջ մարդը հավատարիմ է, այսինքն փողի մեջ մարդը հավատարիմ է, Աստված օրհնելու է այդ մարդուն շատ հոգևոր ավելի մեծ արժեքներով։ Շարունակենք։ Անիրավ 11-ից Արդ թե որ անիրավ մամոնայի մեջ հավատարիմ չեղաք, բացատրում է Աստվածաշունչը, հենց ինչ որ ասես միջև է 10-րդ 11-ը բացատրում է։ Արդ երբ որ անիրավ մամոնայի մեջ հավատարիմ չեղաք, ճշմարիտ հարստությունը ով կտա ձեր ձեռը։ Չի տենա մարդ։ Ինչ է տեղի ունենում, երբ որ մարդը չի տենում ճիշտ օրհնությունները Աստծո, այդ երկնքից եկած օրհնությունները, սառում է։ Մի օր էլ մտածում է, ինչի համար է մեզ հետում եկեղեցի։ Սառեց։ Ու մարդը հաճախ սառած մարդը, երբ որ սառել է, մեջը չկա այդ կրակը, Աստված չի գործում, չի ուրախանում Աստծո ներկայությունից, Աստծո օրհնությունները չի տենում, այդ մարդը արդեն տենում է մինուսներ։ Եկեղեցում սեր չկա, ոչ մեկ էս չի անում, ոչ մեկ են չի անում, արդեն մարդը Ժորժ ջան, հասարակ բան ասեմ, եկեղեցուց վերսու Աստծուն մի կողմ դիր, մնում ենք մենք տարբեր բնավորություններով, ճիշտ ու սխալ քայլվածներով, ճիշտ ու սխալ խոսքերով, արդեն դու գիտեք ինչ ձևի հոտ է գալի արդեն։ Եթե Աստծուն մի պահ ասենց մի կողմ դնենք, մենք մի պահ կհասկանանք, ընդհանրապես մենք ինչ գործ ունենք իրար հետ։ Դրա համար եկեղեցին Հիսուսի անունով ենք հավաքվում, Հիսուսի մեջ ենք հավաքվում, Հիսուսն է մեզ միավորում, այ դա ուրիշ բան արդեն։ Ամեն։ Բայց եթե Աստծուն մի կողմ թողես, լրիվ անիմաստ բան է։ Մենք տարբեր բնավորություններ ունենք, տարբեր տեղերից ենք, տարբեր կարող է նպատակներ, լրիվ տարբեր է։ Մենք ընդհանրապես իրար հետ գործ պիտի ընդհանրապես մարդիկ չեն ունենում գործ իրար հետ։ Բայց որ Հիսուսի մեջ ենք մենք հավաքվում, տարբեր ազգեր նույնիսկ, օրինակ Գենտում կամ ուրիշ եկեք, արդեն մենք մեկ ենք դառնում, որովհետև Հիսուս կա տեղ։ Հիշի միշտ, եթե քո մեջից Հիսուս չեղավ, դու մենակ մինուսներ ես տենալու։ Ու քեզ չի հետաքրքրելու արդեն շատ բաներ, սառելու ես արդեն։ Դա համար ամենակարևոր բանը Ժորժ ջան, այսօրվա իմ քարոզի նպատակը հենց այդ է, որ դու լինես օրհնված։ Հիշի, ֆինանսները քայլ առաջինն է, որ դու օրհնվես։ Եթե մեկը այդ քայլը չի արել, հələ նա չի կարա օրհնվի։ Եթե էդի չկա, ուրեմն չկա նաև ուրիշ օրհնություններ, չի կարա լինի։ Դա համար մարդը կիսասառած վիճակ ալնելու։ Հենց որ մարդը ընդունեց որոշում, որ անկեղծ ձևով աստվածապաշտության մեջ է մտնելու ու իր ունեցվածքը, իր ոչ միայն ունեցվածքը, ժամանակը, ուշք ու միտքը ամբողջը տա Աստծուն, օրհնությունները երկինքը բացվում է, օրհնությունները լցվում է, այդ մարդը արդեն եկեղեցի մտնելու ժպիտով, ուրախությունով, ցանկությունով ծառայելու է Տիրոջը։ Այդ է տարբերությունը։ Մաղաքիայի գրքի մեջ մենք չկարդացինք, մարդիկ բողոքում էին Աստծուն։ Արագ էլ կարդանք դրանով վերջացնենք, որ էդի չլինի մեր մեջ։ Մաղաքիայի գիրք եկեք բացենք։ Ես ուղղակի միջև վերջ չկարդացի։ Շարունակություններ դա, իմ մոտ էլ գրած էր, որ կարդայի։ Ուրեմն 3-ի, եկեք կարդանք 13-րդ խոսքից, 3-ի 13-ը։ Հայերենում լավ է թարգմանած։ 3-ի 13, Մաղաքիա 3-ի 13, 1072 էջը։ Ձեր խոսքերը ծանր են ինձ դեմ, ասում է Տերը, բայց դուք ասում եք, մենք ինչ ենք խոսում քեզ դեմ։ Աստված ասում է, քահանայիների կամ մեր խոսքը ծանր է։ Ինչը, ինչ ենք ասում, որ ծանր է։ Դուք ասում եք, դատարկ է Աստծո ծառայելը։ Եվ ինչ օգուտ, որ մենք նրա պահպանությունները պահել ենք, և սուքով վարվեցանք զորած Տիրոջ առաջին։ Եվ հիմա մենք երանում ենք գոռոզներին և բարեշենել են անօրենություն անողները, մինչև անգամ Աստծուն էլ փորձում են և պրծնում են։ Ամենաահավոր վիճակն է այսի, երբ որ ծառայող մարդը մտածում է դատարկ տեղն եմ ես ծառայեմ Տիրոջը, մեկ, երկրորդ մոմենտը, երկրորդ ինչ է լինում իր կյանքում, ասում է արդեն մարդը սկսում է նախանձել անօրեն սխալ մարդկանց, անօրեն մարդկանց, որտեվ իրանք ոչ եկեղեցի են գալի, ոչ տասանորդ են տալի, ոչ զոհաբերում են, ոչ տանել բերել, այս կորտեկի, այս վեշեր տանել բերել, 1000 բան օգնել ընդեղ, ոչ տենց բան են անում, լավ էլ տներ են սարքում, լավ էլ ապրում են, կողից էլ նայում ես ուրախ, երջանիկ ապրում են։
Ծառայող մարդը եթե նայեց ու ասեց, այ տես, ես sense չարչարեմ, անիմաստ տեղից, եթե այդ վիճակին ասավ, ամենաահավոր վիճակն է։ Դրա համար Աստված ասում է, ձեր խոսքը ծանր է իմ դեմ, ծանր է։ Էդի Աստծո դուրը չի գալի, ինչի, որովհետև ծառայող մարդը պետք է հասկանա ում է ծառայում, ու ամբողջ սրտով ծառայի։ Եթե էդի չեղավ, ծանր է լինելու համ այդ մարդու համար, համ էլ այդ մարդու խոսքերն է ծանր լինելու Աստծո համար։ Ու վաղ թե ուշ իհարկե Աստված դες մարդուն չի թողում։ Չի կարա մնա այդ Աստծո ներկայության մեջ կամ Աստծո ծառայության մեջ։ Դա համար Ժողովուրդ ջան, իմ խորհուրդն է, գնահատի այն ինչ որ այսօր դու ունես, գնահատի, աղոթի Տիրոջը, ասա Տեր ջան, տուր ինձ իմաստություն, որ այսօր ես գնահատեմ էդի։ Այն ինչ որ դու ունես, մենակ քո ունեցվածքը չի տունը։ Ընդհանրապես այն ինչ որ դու ունես, քո իշխանության տակ է։ Եկեղեցում քո ծառայությունը, եկեղեցում քո ֆունկցիան, տունը, քո բանը, քո աշխատանքի տեղը, քո ամեն հարցերը, միշտ հիշի, որ գնահատի էդի, արժեքավոր էդի ու Աստծուց շնորհակալ եղի դրա համար, Աստված էլ ավելի կլավացնի, էլ ավելի կորտնի քեզ, քան թե սկսես դժգոհել կամ սկսես ուրիշներին երանելություն տաս, այն մարդկանց, որոնք որ ահավոր վիճակի մեջ են ապրում։ Դուք եկեք ինքներս մտածենք, մեկը միլիարդատեր է, ասենք 60 տարեկան մարդ է, միլիարդատեր է ու Bentley-ով է ման գալի, լավ ավտոյով է ման գալի, բայց կար ժամանակ հետո հավիտենականություն դժոխքի մեջ ալնելու։ Երանելի մարդ է այդ մարդը։ Ընդհանրապես երանելի մարդ չի։ Որ լավա որ ինչ-որ մեկ է ավետարանի, որ այդ մարդը հավիտենականությունը ճիշտ ապրի։ Դրա համար լավ խոսքով վերջացնենք, որ ծառայի Տիրոջը, ստեղ գրած է, շարունակությունը գրած է, եւ նրանք իմը կլինեն, չեմ ուզում բոլորը կարդամ, նրանք իմը կլինեն, ասում է Զորաստերը, այն օրը ես կանեմ իմ սեփականությունը եւ նրանց կխնայեմ ինչպես մի մարդ իր որդուն կխնայի, որ ծառայում է իրեն։ Ժողովուրդ ջան, Աստված անիրավ Աստված չի, որ քո ծառայությունը չտենա, քո զոհերը չտենա, Աստված տենում է ու քեզ օրհնելու է։ Եթե դա դու ճիշտ արեցիր, եթե դա սխալ արեցիր, տնքալով արեցիր, զզվելով արեցիր, մի արա, ավելավա այսօր ընդունի որոշում, թող ամեն ինչ։ Մի արա, ոչ մի բան, ավելավա չանես, նու ավելի լավ է, ինչ նկատի ունեմ, դա վատ է։ Բայց ավելավա տենց, քան թե անելով ու դժգոհ, տխրով, տենց։ Եվ դուք ետ կդառնաք եւ կտեսնեք արդարի ու ամբարիշտի տարբերությունը, Աստծո ծառայություն անողի եւ Աստծուն չծառայողի տարբերությունը դուք կտենաք։ Ես այս 15 տարի եւ ավել ես արդեն ծառայության մեջ եմ Աստծո։ Տենում եմ այդ տարբերությունը, Ժողովուրդ ջան։ 15 տարվա մեջ ես տեսել եմ մի որոշակի մարդկանց կյանքեր եմ տեսել, տարբեր ձևի։ Եղել են մարդիկ, որ մեծ ուրախությամբ եկել են եկեղեցի սկսել են ծառայել, մեկ էլ եկեղեցից դուրս են գնացել։ Եկել են մարդիկ, որ քիչ կամաց այսօր իրանք ավակներ են։ Եկեղեցու սյուներից մեկն են։ Տարբեր, եղել են մարդիկ, որ ունենց բարերով, ունենց ճարտար լեզուներով, ասում ես, էսի ունենց բարերով, ասում ես, ես ամոթ եմ անում, որ մի երկու բառ խոսամ։ Դատարկություն, չկա ոչման։ Կյանք չկա Աստծո հետ։ Դրա համար իմացի, որ Աստծուն ոչ քո ճարտար խոսալն է, ոչ լավ խոսը, ոչ Աստվածաշնչից լավ բառեր ասելն է, այլ անկեղծ աստվածապաշտության ու գոհության մեջ ապրելն է։ Ամեն։ Ուզում ես այդ ձև ապրես։ Ես ամբողջ իմ սրտով ուզում եմ այդ ձև ապրեմ։ Իրոք եկեք այս աղոթքը հմի որ պիտի աղոթենք, եկեք սենց անենք։ Ես օրինակ հմի հենց այս բան ես ուզում եմ տենց աղոթեմ։ Այն 15 եւ ավել տարիներ, որ ես ծառայել եմ Տիրոջը, դա մի կողմ եմ դնում։ Այսօրվանից ու իմ ապագան ընդունեմ որոշում հենց հիմա, որ Աստծուն ծառայեմ։ Աստվածապաշտության մեջ ու գոհության մեջ։ Ամեն։ Եկեք ոտի կանգնենք այդ ձև, եթե դու էլ համաձայն ես իմ հետ, այսօրվանից սկսած քո կյանքը նվիրի Տիրոջը ու Աստվածապաշտության մեջ պարապի։ Կամ էլ եթե տենում ես, էդի քոնը չի, ընդունի որոշում թող ամեն ինչ։
որտեվ անիմաստ ժամանակի ծախսել է դա, անիմաստ։ Բայց ես դա խորհուրդ չեմ տալի։ Ես ավելի շատ խորհուրդ եմ տալի, որ աստվածապաշտության մեջ պարապես, դրա մեջ հարատևես կամ մնաս։ Ամեն։ Հալելույա Տեր իմ Աստված։ Շնորհակալ ենք քեզ Տեր իմ։ Շնորհակալ ենք